Սիրելի մասնակիցներ, մեկնարկում է մեր հերթական բանախոսությունը, այս անգամ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերի շուրջ զրուցում ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն եմ հայտնում հանդիպման հրավերը մերժելու համար եւ խոսքը սիրով փոխանցում եմ ձեզ, կարող ենք սկսել։ Բարև ձեզ։ Լսվում է, չէ՞։ Այո, լսվում է։ Շնորհակալություն հրավերի համար, հնարավորություն համար ելույթ ունենալ քաղաքագետների, չէ, երիտասարդ քաղաքագետների։ Այո, երիտասարդ քաղաքագետների ակումբ։ Ակումբ, ես կարծում եմ առաջինը, որ կարևոր նախաձեռնություն է, ճիշտ է, դա մարդկանց հետ ովքեր ինչ որ փորձ ունեն, ինչ որ գիտելիքներ ունեն, պատգամավորը դա քաղաքական գործիչ փորձագետը շատ օգտակար է, ես պետք է ասեմ, որ ես սովորում եմ, մինչև հիմա էլ սովորում եմ, միշտ սովորելը օգտակար է, պետք չի մտածել, որ ինչ որ պայից, ինչ որ տարիքից դու ամեն ինչ գիտես, փոխվում է, աշխարհը առակ փոխվում է ու հաշվի առնելով, օրինակ այդ ձեր գլխավոր թեման, գլոբալ թեման, այդ միջազգային քաղաքականություն կամ արտաքին քաղաքականություն երկրների այդ թեման էլ զարգանում է, այդ թեման էլ փոխվում է։ Ես մենակ մի օրինակ ձեզ բերեմ, ոնց եք մենք ձեզ հետ պատկերացնում արտաքին քաղաքականությունը պետության։ Առաջին պատկերացնում ենք որպես այդ պետության հարաբերությունները, չէ, այլ պետությունների հետ կամ այդ պետության հարաբերությունները միջազգային կառույցների հետ։ Բայց աշխարհը փոխվեց։ Նաև պետությունները շփվում են հասարակությունների հետ։ Դուք հույսով եմ տեսնում եք, չէ, երբ որ Հայաստան գալիս են նույն Եվրոպայից պաշտոնյաները, իրենք ոչ միայն Հայաստանի պաշտոնյաների հետ են հանդիպում, ոչ միայն պետություն մակարդակով շփվում են, նաև հասարակությունների հետ։ Աշխարհը փոխվում է, զարգանում է աշխարհը, պարզ է, երբ որ ժամանակակից կոնտեքստով սկսեցին ձևավորվել պետությունները, վերցնենք վերջի 2 դարը, այդ ժամանակակից պետությունները պարզ է, երբ որ ասում էին արտաքին քաղաքականություն, նկատի ունեին պետություն հարաբերություններ կամ պետություն միջազգային կառույցներ հարաբերություններ։ Հիմա ոնց են ստացվում, ոնց են զարգանում, մի քիչ ավելի ուշ կխոսենք, բայց հիմա ընդլայնվեց, որ այս հարաբերությունների մեջ արտաքին քաղաքականության ցանկացած երկրի, գրեթե ցանկացած երկրի մտնում է նաև շփումը հայտնի փորձագետների հետ, շփումը հասարակությունների հետ, այլ պետությունների։ Հիմա դուք լսում եք, չէ՞, մեկ որ ասենք հայ-ադրբեջանական խաղաղության ինչ-որ process է գնում։ Ու դուք լսում եք, չէ, ասում են, չէ, բայց անպայման պետք է հասարակությունների մակարդակով էլ վերսկսել աշխատանքը կամ շարունակել, որ ավելի խաղաղ մթնոլորտ լինի, վստահության մթնոլորտ լինի եւ այլն։ Բայց դասական իմաստով նորից կրկնում եմ, արտաքին քաղաքականությունը դա միջպետական հարաբերություններ են եւ պետություն միջազգային կառույցներ։ Ինչի համար է դա, ինչ այդ գործողություններ են ծավալում պետությունները այլ պետությունների հետ կամ միջազգային կառույցների հետ։ Ինչի համար է դա պետք։ Պարզ է, ապահովելու համար անվտանգությունը պետության, ապահովելու համար զարգացումը պետության, տնտեսության զարգացումը, էներգետիկայի այդ կարևորագույն ոլորտներ, որ պետությունը ավելի անվտանգ լինի, ապահովված լինի, ավելի մթնոլորտը պետության շուրջ լինի ավելի խաղաղ։ Հիմա որն է գլխավոր ինստիտուտը միջազգային, որը նաև կարգավորում է այդ հարցերը։ Պարզ է ՄԱԿ-ը։ Ու այսօր ես ձեզ հետ ուզում եմ խոսել, գիտեք, այս արտաքին քաղաքականության կոնտեքստում ինչի մասին, միջազգային կառույցների մասին, որոնց հետ համագործակցությունը անչափ կարևոր է Հայաստանի համար, ու այդ մեր քաղաքականության օրինակով ցույց տալ դրական
կողմերը հնարավորությունները։ Քանի որ առարկայական երբ որ խոսում ես, ձեզ ավելի հեշտ կլինի ընկալել, հասկանալ դա, կոպիտ ասած, ես կարող եմ երկար խոսել ՄԱԿ-ի մասին, ԵԱՀԿ-ի մասին, այլ ինստիտուտներին, բայց երբ որ կոնկրետ Հայաստանի դեպքում ինչ է տալիս, ինչ չի տալիս, ոնց էր զարգացումը, Հայաստանի դեպքում իմ կարծիքով ավելի լավ դուք կարողանաք դա ընկալել ու վերցնում են միջև հեղափոխություն իրավիճակը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ միջազգային կառույցների հետ աշխատանքը եւ հեղափոխությունից հետո ինչու՞ է տարբերությունը, ինչ դա տվեց, որ մենք ուղղակիորեն հասկանանք ինչքանով է կարևոր դա արտաքին քաղաքականությունը ու նաեւ այդ թվում այդ միջազգային կառույցների հետ աշխատանքը։ Նայեք, եթե մենք նայում ենք ՄԱԿ-ը, համոզված եմ, որ կարդացել եք, պատկերացում ունեք 193, եթե չեմ սխալվում, հիմա երկրներ են 193, ՄԱԿ-ը դա գլոբալ կազմակերպություն է, գրեթե բոլորը եղած պետությունները ՄԱԿ-ի անդամ են, դուք գիտեք, ու նայեք ինչի վրա հիմնված է ՄԱԿ-ը կամ արտաքին քաղաքականությունը այդ գլոբալ հիմնված է ուժի վրա, շահերի վրա եւ արժեքների վրա։ Նույնիսկ եթե ՄԱԿ-ի կառույցը դուք նայեք, ՄԱԿ-ում կա կանոնադրություն, դա արժեքներ են, չէ՞։ Կանոնադրության մեջ ՄԱԿ-ի ինչ է գրված։ Գրված է, որ պետությունները պետք է խաղաղ լուծեն վեճերը, չէ՞։ Կամ աշխարհում պետք է օգնել հաստատել խաղաղությունը, չէ՞։ ՄԱԿ-ը ունի խաղաղապահներ, չէ՞, խաղաղապահ միսիաներ։ Դες մենք տեսնում ենք այդ արժեքային համակարգը ֆիքսված է ՄԱԿ-ի այդ գլխավոր սկզբունքների մեջ, որ գլխավորը մարդու կյանքն է, պետք է հարգվեն ՄԱԿ-ի իրավունքները, պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի եւ այլ եւ այլ։ Բայց ՄԱԿ-ում կա նաեւ ուժ։ Որն է ուժը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Ինչի է դա ուժ։ Քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են։ Դες ՄԱԿ-ը նաեւ ունի մեխանիզմ պարտադրել։ Ուրիշ բան է, որ դա էֆեկտիվ չի աշխատում, դուք գիտեք, հակասությունները արևմուտք Ռուսաստան բերում են նրան, որ այն առաջարկը, որը մտցնում է Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան վետո է դնում Ռուսաստանը ու հակառակը։ Այդպես է մթնոլորտը, որ դժբախտաբար այդ մեխանիզմը չի աշխատում, բայց եթե կամ ոչ բոլոր անգամ է աշխատում, բայց շատ կարևոր է, որ այդ ուժը հենց այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է։ Բայց ՄԱԿ-ում կա նաև շատ կարևոր ինստիտուտ, դուք գիտեք, այդ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան։ Կասկած ես ունեմ, որ դուք լսել եք, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քննարկվում էր հարց, օրինակ Ուկրաինայի հետ կապված, Հայաստանը այս ձևի քվեարկեց, այն ձևի քվեարկեց, ու մենք քննարկում ենք, ճիշտ էր քննարկումը, քվեարկումը թե ոչ, քվեարկությունը։ Այստեղ շահերն են։ Ուրեմն երբ որ ես ասի ՄԱԿ-ում էլ մենք տեսնում ենք գլխավոր արտաքին քաղաքականության այդ 3 սյուները, անվտանգության խորհուրդը դա ուժն է, պարտադրող ուժ, պարտադրող որոշումներ, գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի դա շահերն են, չէ՞։ Ինչքան էլ քվեարկությունը պարտադիր չի, գիտեք, երբ որ քննարկվում է քո հարցը, ու ասենք մեծամասնությունը պետությունների ի օգուտ քեզ քվեարկում է, չէ՞, քո շահը առաջ է տարվում։ Ու երրորդը ՄԱԿ-ի կանոնադրությունը, որտեղ այդ բոլոր գլխավոր սկզբունքները, հարգել մարդու իրավունքները, հարգել տարածքային ամբողջականությունը, խաղաղության հասնելը, այդ արժեքներն են։ Պարզը պետություններն են, ու մեծ մասը այդ արժեքներին պետք է համապատասխան լինեն։ Ասենք պետության համար ուժը որն է։ Օրինակ բանակ ունենալը, լավ տնտեսություն ունենալը, ուրեմն ինչքան լավն է, այդքան դու ուժեղ ես։ Շահը որն է։ Օրինակ Հայաստանը կարող է ինտեգրվել Եվրոմիություն, այդ արժեքային համակարգի, չէ, ինտեգրումից, բայց Չինաստանի հետ էլ աշխատել, Իրանի հետ էլ աշխատել։ Ուրեմն պետությունն էլ եւ ուժ պետք է ունենա, եւ շահ, եւ արժեքային համակարգ։ Օրինակ կան պետություններ, ում համար ավտորիտարիզմը, տոտալիտարիզմը նորմալ է։ Այդ պետությունները բոլորդ գիտեք։ Ուրեմն արժեքային համակարգը ստեղ է իրանց։ Հայաստանի արժեքային համակարգը գոնե հրապարակված ի պաշտոն է,
գնալ դեպի ժողովրդավարություն, դեպի այն համակարգերը, որոնք կան արևմուտքում։ Հիմա կոնկրետ սկսենք վերլուծել Հայաստանի վիճակը, ում հետ աշխատում է, ում հետ չի աշխատում, ինչ է անում, ինչ չի անում։ Նայեք, ես կբաժանեմ ժամանակի առումով 2018 թվով հեղափոխություն, կարելի է քննարկել, կարելի է ասել մեր կարծիքը հեղափոխության մասին, բայց եղավ դա, ուրեմն նայում ենք միջև հեղափոխություն ու հեղափոխությունից հետո։ Ստեղ էլ մի նյուանս կա, մի քիչ ավելի ուշ կասեմ, բայց միջև հեղափոխություն այդ, որ դուք ասում եք արտաքին, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ մենք ասում ենք կամ մյուսները, ինչ էր արտաքին քաղաքականությունը Հայաստանի։ Ինչ էր Հայաստանը ամբողջ իր անվտանգությունը կապում էր մեկ երկրի հետ, այդ երկրի անունը Ռուսաստանն է, մեկ կազմակերպության հետ, ՀԱՊԿ-ն է, ու այդքան ուժեղ կապում էր, որ նույնիսկ հակաօդային համակարգը համատեղ էր, Հայաստան, Ռուսաստան։ Դες քաղաքականությունը, որը նախկինում վարվում էր, մենք որ ասում ենք, ոնց պետությունը պետք է անվտանգությունը ապահովի, այդպես էր ապահովված համագործակցությունով մեկ խաղացողի հետ։ Մեկ խաղացողի հետ ամեն ինչ կապեցինք, ռազմաբազան կա ստեղ, այդ մեկ երկրի Հայաստանում կա ռազմաբազան, ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգային համակարգ էր։ Մյուսը, ՄԱԿ-ում ոնց ենք մենք քվեարկում։ Հիմա ձեզ ուզում եմ հիշեցնել, շատերը երիտասարդ եք, ուզում եմ հիշեցնել, ասենք 15 տարի առաջ, 20 տարի առաջ։ Մենք քվեարկում ենք ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում, հույսով եմ գիտեք այդ կազմակերպությունները, ՄԱԿ, ԵԱՀԿ-ն, մենք քվեարկում ենք այդպես, ինչքան ոնց ուզում էր այդ մեկ խաղացողը, այդ մեկ երկիրը, ում հետ մենք կապեցինք անվտանգությունը։ Ռուսաստան անունով երկիր կա։ Կոպիտ ասած, մենք մեր անվտանգությունը կապեցինք մեկ խաղացող հետ, մեկ կազմակերպության հետ ՀԱՊԿ, բայց այդքան ուժեղ, որ նույնիսկ մեր հակաօդային համակարգը Հայաստանի ներսում իրանց հետ էին պաշտպանում մեր օդը, համատեղը, բազան ստեղ կա ռուսական, ինչ եմ ուզում ասել, այդպես էլ համակարգը։ Հիմա ըստ դրա մենք քվեարկում ենք ՄԱԿ-ում։ Օրինակ ՄԱԿ-ում, երբ որ բերվում էին Վրաստանի բանաձևերը, Ուկրաինայի, Վրաստանի բանաձևերը, հիշում եք, ինչի հետ էին կապված, որ Վրաստանը պահանջում էր, որ փախստական վրացիները իրավունք ունենան Աբխազիա վերադառնալ։ Օրինակ եմ ասում, կամ Ուկրաինայի բանաձևերը պարունակում էին քննադատություն, որ Ռուսաստանը Ղրիմը զավթեց, անեքսիա արեց։ Ու մենք ոնց ենք քվեարկում, քանի որ կապեցինք ամբողջ մեր անվտանգությունը մեկ երկրի հետ, մենք քվեարկում էինք այնտեղ, ոնց ուզում էր այդ երկիրը։ Ու մենք միշտ քվեարկում էինք մեր հարևան Վրաստանի դեմ բանաձևերի, ՄԱԿ-ում, Գլխավոր ասամբլեում, միշտ քվեարկում էինք Ուկրաինայի բանաձևերի դեմ։ Ու դա բերեց նրան, որ բավական մենք մեկուսացված վիճակում հասանք։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այդ քվեարկությունների ժամանակ մոտավորապես 100 ձայն հավաքում էր Ուկրաինան, Վրաստանը, 50-ից 100-120 ձայն։ Դեմ էին Ռուսաստանը, հասկանալի է, Ռուսաստանը իրանց դեմ քայլեր անում, պարզա Ռուսաստանը խոմ ՄԱԿ-ում իր դեմ չի քվեարկի, ինքը դեմ էր, ու Ռուսաստանի հետ միասին քվեարկում էր Սուդանը, գիտեք որ այս դեպի երկիր կա, Սուդանը, Կուբան, Մյանման, բավական կոշտ դիկտատորական ռեժիմներ ունեցող երկրներ, Հյուսիսային Կորեայի պես, Հայաստանը, Բելարուսը ու Ռուսաստանը, ասենք մոտավորապես 10-12 այս դեպի երկրներ։ Դες քաղաքականությունը վարվում էր մեր անվտանգությունը ապահովելու համար, զարգացումը ապահովելու համար այդպես, որ ամեն ինչ կապված էր մեկ երկրի հետ ու ավտոմատ այդ երկիրը այն բացասական ռեյտինգը, որը ուներ, տարածվում էր Հայաստանի վրա, ավտոմատ։ Դա է պատճառը, որ օրինակ նույն Լեռնային Ղարաբաղի հարցում մենք աջակցությունը շատ ավելի քիչ ունեինք, քան թե պետք է ունենայինք։ Կամ այլ հարցերում։ Բայց դա
տարբերակ է։ Այս տարբերակով շարժվում էր իշխանությունները մինչև հեղափոխություն։ Ես ավելին ասեմ, իներցիայով հեղափոխությունից հետո 2018 թվին Նիկոլ Փաշինյանը թիմով եկան իշխանության, նոր իներցիայով կամ մտահոգված լինելով, որ Ռուսաստանը կարող է նեղանալ, բավական երկար ժամանակ նույնիսկ գործող այսօրվա իշխանությունները չէին փոխում գլխավոր ուղղությունները արտաքին քաղաքականության։ Դուք հիշում եք 2018 թվից մինչև 2000 թիվը, մինչև պատերազմը, որը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսեց, այս ժամանակահատվածում կտրուկ քայլեր կառավարությունը չի արել, նոր կառավարություն։ Նույնիսկ ես ավելին ձեզ ասեմ, 2019 թվին Ռուսաստանի պահանջով մենք ուղարկեցինք փոքր խումբ խաղապաների Սիրիա։ Դա ահավոր բացասական արձագանք տվեց ոչ միայն Արևմուտքում, Ամերիկայում, Եվրոպայում, նաև Իրանում, քանի որ Սիրիայում այնտեղ Հեզբոլլայի խմբավորումներ կան, ու մենք երբ որ Ռուսաստանին միացանք, նույնիսկ Իրանը նեղացավ, էլի մեր հարևան երկիրը, դեմոկրատական աշխարհը նեղացավ, բայց ֆորմալ բացատրություն կարելի է տալ, այդպես չի հեշտ քննադատելը, ինչու բացատրություն կարելի է տալ, քանի որ գործող նոր իշխանությունները նոր մտնում էին այդ միջազգային անցուդարձի մեջ ու վախում էին ինչ-որ կտրուկ քայլեր անել ու իներցիայով 1-1.5 տարի շարունակեցին նախկին քաղաքականությունը։ Պատերազմից միջապես հետո, հիշում եք, մենք կապեցինք 2020 թվականի մասին է խոսքը, մենք կապեցինք մեր անվտանգությունը երեւի Լեռնային Ղարաբաղի նորից Ռուսաստանի հետ, այն փաստաթուղթը նոյեմբերի 9-ի 2020 թվականի հենց դրա մասին է խոսում, քանի որ դուք կասեք, ապացույցները որտեղ են, այս ապացույցը, որ մենք խաղաղությունը կամ պարտադրված խաղաղությունը ընդունեցինք հենց ռուսական խաղապանների տեսքով։ Ու մի լրջագույն սխալ, որը նախկինների կողմից իրանց այս քաղաքականության կապված մենակ մեկ խաղացողի հետ կապել անվտանգությունը, մի մեծ սխալ արվեց, հիշում եք, 2013 թվին, երբ որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ասոցիացիա Եվրոմիության հետ։ Ինչ է դա նշանակում։ Մենք պատրաստում էինք երկար ժամանակ շատ լուրջ պայմանագիր, ազատ առևտրի գոտի, լուրջ փոփոխություններ, ռեֆորմներ ու 2013 թվին, չգիտես ինչու, նախաստորագրեցինք, բայց հետո վերջնական հրաժարվեցինք ստորագրել ու մտանք ԵԱՏՄ-ի մեջ։ Էլ ավելի կապվածությունը մեկ խաղացողից ուժեղացրեցինք։ Քիչ է որ էներգետիկայի 80%-ը կապված է այդ մեկ խաղացողի հետ Ռուսաստանի հետ, քիչ է որ շատ ռազմական ոլորտում, նաև կապեցինք առևտուր, այլ տնտեսական ոլորտների հետ, մեր ապագան մեկ խաղացողի հետ։ Հիմա դուք կարող եք ասել, ինչի՞ այդ կամ երկար բացատրում եք, մի մասը մենք գիտենք, որ դուք հասկանաք կորուստները ինչու եղան մեզ մոտ։ Լրջագույն կորուստներ, չեմ ուզում այդ թեման շատ բացել, 2020 թվից մինչև 23 թիվ։ Լրջագույն կորուստներ, նաև այդ թվում Հայաստանի տարածքներից։ Ինչի՞ է դա կապված։ Հենց այդ սխալի հետ։ Քանի որ արտաքին քաղաքականության հարցերը շատ զգայուն հարցեր են։ Երբ որ այդ մեկ խաղացողի շահերը փոխվեցին, ավելի մոտիկացան Թուրքիայի շահերի հետ Ադրբեջանի, դու մնացել միայնակ։ Ուրեմն արտաքին քաղաքականությունը շատ ավելի լուրջ բան է, քան թե մեկ-մեկ մարդիկ մտածում են։ Այդ ոչ թե ասենք հանդիպեցիր, սիրուն խոսքեր ասեցիր, հետո տներով բաժանվեցին երկրների ղեկավարները։ Հետևանքները ունենում։ Ու գործող իշխանությունները ի պատիվ իրենց ի վերջո հասկացան, որ լուրջ է վիճակը ու եթե դուք հիշում եք 2021 թվից իրոք սկսեցին փոխել արտաքին քաղաքականությունը, մոտեցումը փոխել, հարցը պետությունների մեջ չի։ Մոտեցումը, որ չի կարելի կապել ամբողջ անվտանգությունը մեկ խաղացողի հետ, քանի որ իր քաղաքականությունը կարող է փոխվել։ Տեսակ Ռուսաստանի քաղաքականությունը փոխվեց, պարզվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լուրջ շահեր ունեն ու իրանք ասացին տղեկ ջան, մենք հիմա ուրիշ հարցերով ենք զբաղված։ Ու գործող իշխանությունները իմ կարծիքով այս վերջի 3-4 տարվա մեջ շատ լուրջ փոփոխություն կատարեցին, որը միանշանակ ես ողջունում եմ։ Որն էին այդ փոփոխությունները։
Առաջինը ու գլխավորը մենք սկսեցինք մասնակցել իդեմս Նիկոլ Փաշինյանի վարչապետի, իդեմս արտգործնախարարի, սկսեցինք մասնակցել միջազգային խոշոր ֆորումներում։ Նշանակություն չունի Եվրոպայում այդ ֆորումը, Ասիայում կամ մերձավոր Արևելքում։ Սկսեցինք մասնակցել մեծ ֆորումներին։ Ու պարզ է, ես միշտ ողջունում եմ, որ հենց արևմտյան երկրների հետ, Եվրոպայի հետ մեծ ֆորումներում մասնակցում ենք։ Դուք գիտեք, մյուս տարի մայիսի 4-ին կլինի մեծ ֆորում Հայաստանում, որի անունն է Եվրոպական դեմոկրատական համայնքի ֆորումն է, այդ շատ կարևոր ֆորումն է, երբ որ գագաթնաժողով է, երբ որ ղեկավարները ամբողջ եվրոպական երկրների հավաքվում են մի տեղ։ Դա նախաձեռնությունն է, որը աշխատում է 2021 թվականից Ֆրանսիայի նախագահի Մակրոնի նախաձեռնությամբ։ Ու հիշում եք, հենց Պրաղայում այդ երկրորդ ֆորումին 222 թվին եւ ավելի ուշ մասնակցումը ուղղակի սկսեց տալ իր պատուղները։ Ավելի դժվար եղավ մեր վրա նոր հարձակումներ անել։ Մի քիչ այս ֆորումները սկսեցին մեր ռեյտինգը բարձրացնել։ Շատ կարևոր է հասկանալ, կարծես թե լավ ֆորում է, հավաքվեցին, ինչ է, պարոն, ինչու՞ մաս։ Ահա այն փաստը, որ քո կողքը, քո լիդերի կողքը կանգնած է կանցլերը Գերմանիայի, Իտալիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահան, Լեհաստանի նախագահան եւ այլն, դա տալիս է փոքր հնարավորություն, որ հեշտ քո վրա չհարձակվեն։ Հայաստանը սկսեց բացի այդ խոշոր ֆորումներից, իմիջիայլոց նոր օրինակը մասնակցության խոշոր ֆորումների, դուք գիտեք, 2 օր առաջ վարչապետը Հայաստանի գտնվում էր Վրաստանում, գիտեք, այդ հայտնի 10 տարի աշխատող ֆորում է, շատ բարձր մակարդակի, որը կոչվում է Վրաստանն է նախաձեռն է, որը կոչվում է Մետաքսե ճանապարհ։ Ինչու մենք մինչև այդ չենք մասնակցում, մինչև այսօր ես չեմ հասկանում։ Պարզվում է, պարտավոր ենք հասկանալ, քանի որ կապում ենք ամեն ինչ մեկ երկրի հետ, ու այդ մեկ երկիրը թելադրում էր։ Ասում էր, այ, եթե դուք ուզում եք, որ մենք ձեզ պաշտպանենք, որ ձեր վրա չհարձակվի ձեր ուրիշ հարևանը, մյուս հարևանը, դուք պետք է չգնաք Թիֆլիս, չգնաք Բրյուսել, չգնաք Վաշինգտոն։ Ու հետո գցեցին, պարտադրում էին, ու հետո գցեցին, հետո ասացին, մենք հիմա ունենք շահեր այլ խաղացողների հետ, ստեսություն հայեր ջան։ Ու սկսեց այս գործող իշխանությունը բազմավեկտոր քաղաքականություն։ Դուք գիտեք, իշխանությունները օգտագործում են ուրիշ տերմին, բալանսավորում, ես համարում եմ ավելի adekvat է տերմինը բազմավեկտոր քաղաքականություն։ Երբ որ դու միանշանակ ուժեղացնում ես հարաբերությունները Եվրոպայի հետ, նույնիսկ օրենք մեծամասնությունը պարլամենտի, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ընդունեց օրենք ազգային ժողովի, որ մենք ինտեգրվում ենք Եվրոմիության հետ, բայց միաժամանակ գնում ես լրջագույն միջոցառումների Վաշինգտոն, Պեկին, Իրանի հետ ակտիվ աշխատում ես, Վրաստանի հետ ակտիվ աշխատում ես։ Դες դա կոչվում է բազմավեկտոր քաղաքականություն, նու կարելի է ասել բալանսավորում, չգիտեմ, դիվերսիֆիկացիա անում ես տնտեսության մեջ։ Օրինակ, ես համոզված չեմ, որ մարդիկ գիտեն, որ միջև հեղափոխություն արևային էներգետիկան կազմում էր 2-3% Հայաստանի ընդհանուր էներգետիկայի բանում։ Այսօր այդ թիվը 15-16%-ից ավել է։ Դες նախկինները, չգիտեմ, դա ֆինանսական շահեր են, դա Գազպրոմի հետ համագործակցության պատճառով է։ Հիմա ես չեմ ուզում խորանալ, չեն թողնում զարգանալ Հայաստանում արհեստականորեն Ռուսաստանի ցանկության պատճառով, չեն թողնում զարգացնել արևային էներգետիկան, երբ որ Հայաստանում 310 օր արև է։ Արևային էներգետիկան զարգանում է թափով նույնիսկ Գերմանիայում, չգիտեմ, գիտեք թե ոչ։ Բայց ստեղ արև է, տարին 310 օր։ Չի մասին է խոսքը։ Ահա, բարեբախտաբար այդ շարժը գնաց։ Դες այդ դիվերսիֆիկացիան
սկսվեց նաև այլ ոլորտներում, նորը ես ասացի մի օրինակ էներգետիկայից, այո, մենք հաճախ քննադատում ենք կառավարությունը, որ դանդաղ է արվում, դա էլ ձեզ ասեմ, ինչը նորմալ է, ճնշել կառավարությունը, որ արագանել, օրինակ դուք գիտեք, ատոմային կայան պետք է կառուցվի նորը, անընդհատ մենք հիշեցնում ենք կառավարությանը, որ շատ ճիշտ եք անում, որ խոսում եք ամերիկացիների հետ, Հարավային Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ, ում այդ էներգոբլոկը ատոմային նուկլեար բերել Հայաստան, բայց որոշում ընդունեք, բայց միանշանակ ճիշտ է ճանապարհը ատոմային կայան նորը կառուցել մոդուլային ավելի փոքր եւ չափսերով, ֆիզիկական չափսերով եւ հզորությամբ ավելի փոքր, որը ավելի արագ կարելի է կառուցել, բայց անպայման այլ երկրներից բերել։ Մենք ունենք սովետական կամ ռուսական տարբերակի ատոմակայան, լավ թող աշխատի։ Միացյալ Նահանգների հետ, դուք գիտեք, Վաշինգտոնյան process-ը օգոստոսի 8-ից շատ լուրջ process էր։ Ես ողջունում եմ, այո, մեր կառավարությունը ասում է, որ Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների միջոցով խաղաղության պայմանագրի նախաստորագրել են, բայց մենք հասկանում ենք, որ խոշոր խաղացողները պետք է աջակցեն, նաև եթե պետք է մի քիչ տեղը դնել մեր հարևանին, որը մեկ-մեկ ագրեսիվ կեցվածք ունի, ստացվեց Վաշինգտոնում, հիմա նույնիսկ Ադրբեջանը համաձայնվեց, որ ցորենը իր տարածքով Ղազախստանի ցորենը մտնի Հայաստան, ուրեմն ստեղ եւ կամ կա եւ մյուս կողմից խոշոր խաղացողները աջակցում են կողմերին, հա։ Այդ process-ը հիմա առանց Ռուսաստանի է գնում։ Քանի որ երբ որ Ռուսաստանը միջնորդ էր, մենք համաձայնվեցին, հետո դրանից ինչ ստացվեց 2023 թվականի սեպտեմբերին, դուք հիշում եք, խաղապանները ռուսական չպաշտպանեցին, հա, մեզ։ Բայց միտքս ինչու՞մ է։ Այս ավելի ակտիվ քաղաքականություն արտաքին տալիս է պտուղները։ Դժվար է ու էլի դժվարություններ շատ կլինեն, դա էլ ձեզ ասեմ, ինչքան էլ ես օպտիմիստ չլինեմ, հասկանում եմ ինչքան դժվար այդ խաղաղության process-ը կգնա, հետո գիտեք պետք է լինի դելիմիտացիա, դեմարկացիա Ադրբեջանի հետ, այդ բոլոր process-ները ցավոտ կլինեն, բայց գնաց այդ process-ը։ Բացի դրանից, հիմա մեր ղեկավարներին հրավիրում են ամենահզոր երկրները ամենահզոր գագաթնաժողովներին հաշվի են նստում, ստորագրում են լրջագույն փաստաթղթեր, Ամերիկայի հետ ստորագրված այս տարվա հունվարին փաստաթուղթը եւ Չինաստանի հետ այս տարվա սեպտեմբերի 1-ին Շանխայի այդ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, հա, Սի Ցզինպինի հետ Չինաստանի եւ նախկին նախագահ Միացյալ Նահանգների Բայդենի հետ մեր ղեկավարության կողմից ստորագրված փաստաթղթերը լրջագույն փաստաթղթեր են։ Ամենը երկու հզոր պետություններ մեզ այդ ստորագրեցին ստրատեգիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր։ Այս ձևի երկրի վրա այդպես հեշտ չես հարձակվի, հասկանում եք։ Ահա, ուրեմն ես հիմա ամփոփում եմ, ավարտում եմ, ինչ եմ ուզում ասել։ Նույն երկխոսությունը Թուրքիայի հետ, Թուրքիան պարզ է բարդ պետություն է, բարդ համակարգ պետական, շատ դժվար է իրանց այդ բանակցել, կբացեն, չեն բացի սահմանը, շատ դժվարանում եմ ասել, ես միանշանակ, բայց բանակցել, երկխոսան մտնել միանշանակ ճիշտ է։ Այդ պարադիգման փոխել է պետք։ Ու նայեք այս քայլերը, որոնք արվում են ռեալ այս 3.5 տարվա մեջ, ակնհայտ շոշափելի արդյունքներ տալիս են։ Բերելը Հայաստան եվրոպական դիտորդներին շարելը մեր սահմանով, որը առնչվում է Ադրբեջանի սահմանի հետ։ Բերեց նրան, որ դուք գիտեք, այս 3 տարվա մեջ ոչ մի մեր զինվոր չի զոհվել։ Համոզված եմ հիմա դուք մի դիտողություն կանեք, հիշում եք 2024 թվականի փետրվարին սպանեցին 4 զինվորների, այդ չի հաշվում, քանի որ այնտեղ այդ պահին կանգնած էին ռուս խաղաղապահները ներքին հանդում։ Այնտեղ չկային եվրոպացի։ Ուրեմն, տեսեք, այս արտաքին քաղաքականության ոլորտում քայլեր արվածը, քանի որ արտաքին քաղաքականությունը հենց գործողություն է։ Այդ մեջ պարունակում են գործողություններ պետության, այլ պետությունների հետ, այլ կազմակերպությունների։ Այդ գործողությունները բազմավեկտոր քաղաքականություն, դիվերսիֆիկացիա
ուղղակի սկսեցին տալ իրանց արդյունքները։ Հա, մենք պետք է սովորենք ավելի էֆեկտիվ օգտագործել այդ հնարավորությունները, բայց տեսակ նոր արտաքին քաղաքական քայլերը մթնոլորտը փոխեցին Հայաստանի շուրջ հետ կապված։ Ես այդ մի քիչ կարծիքով երկար խոսացի, շնորհակալություն ուշադրության համար, պատրաստ եմ հարցերին պատասխանել։ Շատ շնորհակալ եմ պարոն Գրիգորյան մանրամասն ներկայացնելու համար թեման։ Առաջին հարցը Կատյա Հակոբյան, խնդրեմ Կատյա ջան։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն բովանդակությունը մեզ փոխանցելու համար։ Իմ հարցը վերաբերում է Հայաստանի տվյալ իրավիճակում Հայաստանը արդյոք պետք է այլևս լինի պահպանի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում եւ եթե պետք է պահպանի ինչ ձևերով կարող է ազդել ՀԱՊԿ-ի որոշումների վրա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, քանի որ ձեզ ասեցին Կատյա ջան, ես էլ ասում եմ շնորհակալություն Կատյա ջան, կարևորագույն հարց է։ Իմիջիալոց ի պատիվ մեր իշխանությունների ինչ է ասում։ Այն, որ ՀԱՊԿ-ի հետ կապված քայլերը ու այդ սառեցումը կապված է դրա հետ, որ կառավարությունը լսում է փորձագետներին։ Ես չեմ ուզում թաքցնել, բարբերաբար լինում են ղեկավար հանդիպումներ մի քանի փորձագետների այդ ցանկի մեջ ես կամ մեր հանդիպումները պետության առաջի դեմքերի հետ ընդհանուր վարչապետի հետ բարբերաբար չեմ ասում շատ հաճախակի, բայց լինում են ու ես հիշում եմ որ մենք լրջագույնս բարձրացնում ենք ՀԱՊԿ-ի հարցը որ պետք է դուրս գանք ի պատիվ պետության իշխանությունները ի վերջո իրանք էլ վերլուծեցին հասկացան որ պետք է նու գոնե սառեցնենք մենք պնդում ենք որ պետք է ու այսօր ես ասում պետք է դուրս գանք բայց դա էլ լուրջ որոշում է սառեցում հիմա բացատրեմ ինչու չաշխատեց ՀԱՊԿ-ը դուք ճիշտ եք ասում չաշխատեց всё ինչ անենք այնտեղ բայց ստեղ կա էլ ավելի մեծ վտանգ եթե մենակ չաշխատել ՀԱՊԿ-ը դե լավ դուրս եկանք բարձանք կամ սառեցրեցինք բարձանք այդ ՀԱՊԿ-ից չէ ՀԱՊԿ-ը ուրիշ բան է ՀԱՊԿ-ը անում է հայտարարություն որ դեպի ջերմուկ այն ժամանակվա շարժումը մեր հարևան բանակի ու գրեթե հասնելը դեպի ջերմուկ ՀԱՊԿ-ը ասում է ով ասեց որ դա ձերն է ի պաշտոն է ՀԱՊԿ-ը ասեց դա միջսահմանային վեճեր են то есть մեր սուվերեն տարածքը ՀԱՊԿ-ը հարցականի տակ է դնում իդեպ ասեմ ձեզ որ դուք իմանաք որ երբ որ ասում են այ Բախում եղավ միջսահմանային դա մաքսիմում կարող է լինի 100 մետր այս կողմ 10 մետր այն կողմ կամ հակառակը հասկացաք եթե 6 կիլոմետր քո տարածք մտնում են դա կոչվում է տարածքային ամբողջականության խախտում ՀԱՊԿ-ը ասում է չէ կամ մտան մի երկրի անօթաչու սարքեր մտան իրենք ասում են մենք չենք տեսնում օդում մենք Երևանում տեսանք օդում այդ սարքերը իրենք մեզ ահա ուրեմն ՀԱՊԿ-ը ոչ միայն անպիտանի ինստիտուտ է մեզ համար նաև վտանգավոր չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը ու հենց դրա պատճառով իշխանությունները որոշում ունեն սառեցնել ես կարծում եմ պետք է դուրս գալ բայց չեմ ուզում թաքցնել այդ գաղտնիքը ձեզ ասեմ ես գիտեմ մեր կառավարության կարծիքը ինչի չեն դուրս գալիս այ ձեր ասածը ձեր հարցում կար պատասխան վերջում որ իրանք ուզում են օգտագործել ՀԱՊԿ-ը լինելու որ ՀԱՊԿ-ը մեր դեմ որոշում չկայացնի ասենք վաղը ՀԱՊԿ-ն ասեն արի կայացնենք ինչ որ որոշում Հայաստանի դեմ Հայաստանը քանի որ ֆորմալ էլ անդամ է կարող է վետո դնել այո Շատ լավ Կատյա ջան արձագանք Շնորհակալ եմ այլ հարցեր սիրելի մասնակիցներ Կարծում չկան եթե չկան ես պարոն Գրիգորյան մենք ավանդական հարց ունենք որը որ մեր Վիկտորյան Սիմոնյան հարց ունի խնդրեմ Վիկտորիա ջան մի փոքր խոսեք պես Ճիշտն ասած իմ հարցերի մեծ մասին արդեն պատասխանել եք ձեր բացման խոսքում, բայց ունեմ մի փոքրիկ հարց։ Ձեր կարծիքով արդյոք Հայաստանը կարող է դառնալ անկախ խաղացող առանց որևէ կախվածության, որևէ գերտերությունից կամ երկրից։ Վերջի բառը ո՞րն էր կամ ինչից Երկրից Գերտերությունից կամ երկրից հասկացա նու նախ ուզում եմ ասել այո
այո, այսօր էլ կան կասկածներ, որ գործող իշխանությունները, այո, ճիշտ արեցին, որ հեռանում են Ռուսաստանի քաղաքականությունից, այդ մենաշնորհներից Ռուսաստանի, Հայաստանի վրա, ու ճիշտ են անում միանշանակ, բայց կան կասկածներ, որ հիմա էլ, ասենք, մեզ խաղի կանոնները թելադրում են, ասենք, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նորմալ է, ես իմիջիալոց այդ դավադրության տեսությունների կողմնակից չեմ, բայց մտահոգությունները նորմալ են, օրինակ մարդիկ ինձ մոտենում են, շատերը փողոցում ճանաչում են, մոտենում են, ասում են, պարոն Գրիգորյան, բայց ոնց հավատաս, ասենք, բացենք սահմանը, մտնի Թուրքիայի լոլիկը, կոպիտ ասած Էրժան, մեր գյուղատնտեսությունը կքանդվի, ուզում եմ ասել մտահոգությունները, որ հիմա էլ կախվածությունը ուժեղ կլինի Թուրքիայից կամ այլ խաղացողից, մեկ խաղացողից, այդ վտանգները միշտ կան, այո, շատ կորեկտ, ճիշտ հարց է, ուղղակի, մենք պետք է հասնենք նրան, որ մեր պետական համակարգը ավելի ճկուն լինի ու լոջիստիկան, այդ կառավարումը լինի ավելի էֆեկտիվ։ Ինչու՞։ Հիմա վաղը կբացեն սահմանը թուրքերը, շատ լավ, կսկսենք ավելի ակտիվ առևտուր, գները ապրանքի Թուրքիայի ապրանքների վրա կիջնեն, ու ես չեմ ասում դա վատ է, բայց պետք է դու ճկուն լինես, պետք է քո համակարգը էֆեկտիվ աշխատի ու արագ աջակցի մեր արտադրողին գյուղատնտեսության, մեր արտադրողին աջակցի։ Դու գիտեք ոնց է Չինաստանը աջակցում իր մեքենաների արտադրողին։ Իրանք լրջագույն փողեր են տալիս, որ իր երկրում մեքենա արտադրող ընկերություն, այդ հզոր ընկերությունները, որ այդ արտադրված մեքենայի գինը շատ բարձր չլինի ու ինքը այդ արտադրանքը լինի մրցունակ։ Իրանք դոտացիաներ են տալիս, որ խելքի գա, ոտի կանգնի արտադրողը ու կարողանա մրցել ամերիկյան եւ եվրոպական մեքենաների հետ կամ հարավային Կորեայի։ Նույնը ստեղ մտնում են ավելի էրժան ապրանքներ Թուրքիայի, դու պետք է քո արտադրողին օգնես։ Էդ էլ հաշվի առնելով, որ եթե ապաշրջափակում լինի, ավտոմատ գները ինքնարժեքը արտադրված Հայաստանում ապրանքի կսկսի իջնել։ Ուրեմն ստեղ ոչ թե մենք պետք է ասենք, չէ, այս դեպի վտանգ չկա, կա վտանգ, ուղղակի լուծում են պետությունները։ Այդ առաջինը մենք չէ, որ այս դեպի հարցեր պետք է լուծենք։ Այո, կա վտանգ, այլ հենց դա է պատճառը, որ ես ողջունում եմ, որ իշխանությունները, գոնե հրապարակային ասում են, մենք պետք է ինտեգրվենք Եվրոպայի մեջ, Եվրոպայի ինտեգրումը իր մեջ պարունակում է հենց բազմազանություն, դիվերսիֆիկացիա, հասկանում եք։ Եվրոպան կյանքում մեզ չի վերցնի այս վիճակում։ Ասենք ժողովրդավարություն ունենք, զարգացնում ենք, մի հատ էլ դիվերսիֆիկացիա անում ենք, հեշտ չի ընդունի։ Եվրոպան նայում է, դիվերսիֆիկացված է քո էներգետիկան, թե չէ։ Ուրեմն այդ ճանապարհին Եվրոպայի պահանջները դիվերսիֆիկացնես էներգետիկան, հասկանում եք, չէ՞։ Այդպես մանապոլ չես կարող պահել մեկ հետ։ Ուրեմն այդ ճանապարհը կօգնի ու միանշանակ մյուս ճանապարհը, որ մենք Միացյալ Նահանգների հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում սկսեցինք աշխատել։ Ես մի օրինակ բերել դիվերսիֆիկացիայի դասական, որի մասին պարզ է, դուք բոլորդ գիտեք, որ սկսեցինք առնել զենք, գնել զենք, ոչ միայն Ռուսաստանից։ Հիմա դուք գիտեք Հնդկաստանի օրինակը, Ֆրանսիայի, ես պետք է ասեմ, որ էլի երկրներ կան, չեմ կարող ասել, քանի որ մեծ աղմուկ բարձրացնի հենց Ադրբեջանը, այո, մուսուլմանական մի երկիր, մուսուլմանական աշխարհի ներկայացիչ մի երկիր մեզ հիմա աջակցում է, էլի մի հզոր երկիր տալիս է զենք, ուղղակի չեմ ուզում ասել, հասկանալի պատճառներով ստացվում է, որ այդ պահպանվում է այդ ինֆորմացիան, ուրեմն այդ գաղտնիքը չեմ բացելու, բայց ինձ հավատացեք, ոչ միայն Ֆրանսիան, Հնդկաստանը, տարբեր ոլորտների, տարբեր տիպի զենքեր։ Օրինակ, մի հզոր եվրոպական երկրներից մեկը մեզ տալիս է, գիտեք, այդ գիշերային equipment-ը, այն սարքավորումները, որոնք գիշերային էր ու սահմանները վերահսկող։ Ինչ եմ ուզում ասել։ Մենք սկսեցինք դիվերսիֆիկացիա այդ ոլորտում։ Ավտոմատ մեր պաշտպանվածությունը ուժեղացավ։ Ու ես չեմ ուզում զենք պատերազմի համար, ես չեմ ուզում, բայց պաշտպանվելու համար, այո, ու այն պայից, որ մենք սկսեցինք այլ խաղացողների հետ խաղալ,
տեսակ, որ մեր վրա այդպես հեշտ հարձակվելը հիմա գրեթե բացառված է։ Նո ամեն ինչ կարող է լինել, բայց այսօր ես չեմ տեսնում հավանականություն, ինչ որ չեմ ասում պատերազմի, նույնիսկ փոքր գործողությունների մեր դեմ։ Ոչ թե այն պատճառով, որ այն մյուս երկրները հավակնություն չունեն։ Ուղղակի զարգացումը բերում է նրան։ Բայց մտավախություն, որ հիմա էլ մի այլ խաղացողից դա օբյեկտիվ մտավախություն է, շնորհակալ եմ հարցի համար, ուղղակի պետք է այո սովորենք ու այդպես չանենք էլի, որ մենակ մեկին ուրիշին լսենք։ Շատ լավ, Վիկտորիա ջան, արձագանք։ Ոչ, շնորհակալություն շատ։ Շատ բարի, հաջորդ հարցը Սարո Զարգարյան, խնդրեմ Սարո ջան։ Ողջունում եմ պարոն Գրիգորյան, շնորհակալություն նման բանախոսության համար, այ հարցս ցանկանում եմ այսպես ձևակերպել, օրինակ Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական բեռների վրա այդ տարանցիկ արգելքը հանվում է ու իմացանք, որ առաջի ապրանքն է Ղազախստան, հացահատիկն է Ղազախստանում արդեն հայկական, այ հետաքրքիր է, այդ ազդելու է որոշակի չափով մեր տնտեսության վրա, թե այսինքն որոշակի դիվերսիֆիկացիա կամ շուկայի սպառման փոփոխություն լինելու է, թե այդպիսի մեծ փոփոխություններ չեն լինելու։ Շնորհակալություն։ Մի հատ էլ անուն տասա։ Սարո ջան։ Ահա, շնորհակալություն։ Հարցերը ձեր երեք հարցերն էլ փայլուն են, հիմա Սարո ջան ձեր հարցը։ Գլխավորը դա կոչվում է ռուսերեն պրեցեդենտ, նախադեպ։ Գլխավորը նախադեպն է։ Ստեղ հիմա ծավալի մասին ես չեմ խոսալու։ Գլխավորը նախադեպն է ստեղ, որ Ադրբեջանը համաձայնվեց այս կոնկրետ գործարկը իր տարածքով որ գնա, որ Ղազախստանը իր ծորենը ուղարկի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա շատ կարևոր է։ Օրինակ, եկեք ենթադրենք, ոնց կարար Ղազախստանը ուղարկել ծորենը Հայաստան։ Օրինակ, կարող էր ուղարկել ծովով դեպի Իրան, Իրանի տարածքով Հայաստան։ Կարող էր Ռուսաստանով Վրաստան, Հայաստան։ Նու Ռուսաստանով դուք գիտեք ծանր էր, երկար էր, հետո լարսում անընդհատ հերթեր են, անընդհատ փակվում է, բացվում է։ Իրանով կարող էր բերել, բայց ստեղ եւ ավելի կարճ ճանապարհ է եւ ամենակարևորը նախադեպ է, որ Ադրբեջանն էլ սկսեց փոխել իր քաղաքականությունը։ Հայաստանը շատ ու շատ քայլեր արեց, զիջումների գնաց, այդ զիջումների մասին դուք խոսել եք, չեմ կրկնի, գիտեք դրա մասին, համաձայնվեց Հայաստանը, որ Մինսկի խումբը փակվի, այդ պահանջները Ադրբեջանի, ինչ որ զիջումների, հիմա հերթը եկավ Ադրբեջանի։ Ուրեմն նախադեպային քաղաքականությունը շատ ընդունված է ու շատ դրական է դա։ Մենք բոլորս պետք է ողջունենք։ Հիմա ծավալների մասին, այդ էլ կարևոր հարց է։ Հիմա պատկերացրեք, որ Ղազախստանը ծորեն ուղարկում է ու Ադրբեջանը ասում է հարց չկա, ինչքան ուզում ես ուղարկի։ Ու Ղազախստանը էլի կուղարկի, այդ քանակով ավելի մեծ նոր բաներ ուղարկեն։ Այդ շատ կարևոր է, քանի որ ծորենը այսօր գալիս է միայն Ռուսաստանից Հայաստան։ Ու ծորենի հարցը անընդհատ Ռուսաստանում, գիտեք, այդ ներքին քաղաքականության հարցը է Ռուսաստանի, անվտանգության հարցը է, իրանք պատերազմում են, ագրեսիա են կատարում Ուկրաինայի դեմ։ Ծորենը իրանց համար դա շատ կարևոր ստրատեգիկ ուտելիք է, չէ՞, ծորենը։ Ու Ռուսաստանը մեկ-մեկ որոշում է ընդունում ոչ ոքի չտալ։ Ու ոնց որ անում է լավություն մեզ ուղարկել ծորեն։ Ուրեմն այդ կախվածությունը շատ վտանգավոր է, եթե վաղը իրանք ասեն չեն ուղարկում, վերջի պահին պետք է որոշվենք, շատ ծանր է լինելու։ Ու հիմա այլընտրանք կա։ Այլընտրանքը, երբ Ղազախստանը էլ ավելի ուղարկի ծորեն, այդ այլընտրանքը ամբողջությամբ պահանջարկը Ռուսաստանի ծորենի զրոյացնի։ Բայց ստեղ ես ուրիշ բան եմ ձեզ ասեմ։ Գլխավորը որ կա այլընտրանք։ Ուրեմն Ռուսաստանը չի կարողանալու շանտաժ անել մեզ։ Ասենք ասի, այ դուք այս արեք, մենք ծորենը ձեզ կուղարկենք։ Հետո մի գաղտնիք ձեզ բացեմ, Լեռնային Ղարաբաղում շատ էին հաճացնում ծորենը, հիմա պարզ է այդ ծորենը չի գալիս Հայաստան, դա է պատճառը, որ պահանջարկը ծորենի շատ կտրուկ աճեց Հայաստանում։ Ուրեմն այլընտրանք, ստեղ նաև
ծավալը, որ դուք Սարոջան նշեցիք, այդ ծավալի հարցը, ծավալը համոզված եմ կավելանա, ու այդ ծավալի էֆեկտը մի քիչ ավելի ուշ մենք կտնենք։ Ուրեմն մեզ չեն կարողանալու շանտաժ անել։ Ու երբ որ կա մրցակցություն, այլընտրանք դու ունես, նույն Ռուսաստանը կուղարկի ծորեն առանց նախապայմանների։ Շատ լավ, Սարոջան, արձագանք։ Ոչ, շնորհակալություն, պարոն Գրիգորյան։ Հաջորդ հարցը Համեստ Բեգլարյան։ Համեստ ջան, մենք քեզ չենք լսում։ Միկրոֆոնը պետք է միացնի։ Կարծես թե Համեստի մոտ տեխնիկական խնդիրներ կան, եթե դեմ չեք, Արսեն Գասպարյանը իր հարցը ուղղի, մինչև Համեստը մեզ կմիանա։ Խնդրեմ Արսեն ջան։ Շնորհակալություն, ներողություն եմ խնդրում տեսախցիկը չբացելու համար։ Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ բովանդակալից ներկայացման համար։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը որոշ ժամանակ առաջ մի երկուսի հայտարարություն արեց, ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է, որ նախաստորագրվի 2026 թվականի սկզբներին։ Ինչ եք կարծում, ինչ հիմքով է Ֆիդանը այս հայտարարությունը արել, շփումներ կան արդյոք թուրքական փորձագիտական դաշտի ներկայացուցիչների հետ եւ արդյոք դուք հավանական եք համարում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչեւ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները։ Շնորհակալություն։ Արսեն ջան, հիմա նայ այո, մենք շփումներ ունենք թուրք փորձագետների հետ։ Տարբեր են, իրենց մոտ էլ տարբեր փորձագետներ կան, կարծիքները տարբերվում են, բայց ցանկացած դեպքում Թուրքիայի փորձագետներն էլ իրանք ավելի շատ պրոադրբեջանական են։ Իրանք կապը Ադրբեջանի հետ շատ մեծ է։ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի, ֆինանսավորում է լրատվամիջոցները, փորձագիտական անալիտիկ կենտրոնները, ավելի պրոադրբեջանական։ Բայց պետք է ասեմ, որ նույնիսկ այդ պրոադրբեջանական փորձագետները շատերի հետ շատ օգտակար է աշխատել, քանի որ երբ որ դու աշխատում ես եւ փափկում է մոտեցումը Հայաստանի նկատմամբ, օրինակ պաշտոնական մակարդակով փորձագիտական ավելի հեշտ է աշխատել, դժվար է, բայց ավելի հեշտ է իրանց համոզել, որ խաղաղություն պետք է լինի, ավելի հեշտ է համոզել, որ Ադրբեջանի կապրիզները պետք չի կատարել բոլորը, այնտեղ կան ուժեղ ինտելեկտուալ փորձագետներ, բայց նույնիսկ նայեք պաշտոնական մակարդակով Էրդողանի եւ Ֆիդանի հայտարարությունները 2 տարվա առաջվա, կարդացեք, 1 տարվա առաջվա ու կարդացեք վերջի կես տարվա, սառուձոր, այն կոշտ ձևակերպումները միջև սա չեկանի, միջև նա չեկանի, մենք ձեզ ցույց կտանք եւ այլն, չի կա որ հա խնդրում ենք Հայաստան էլի մի հարց մնաց, էտել հարգեք Ադրբեջանի ասածը բարձանենք գնանք։ Ես չեմ ասում, որ ես հավատում եմ հալածի ու բղի պես ամեն ինչ ընդունում եմ, բայց տոնը փոխված շատ կարևոր է։ Հիմա Ֆիդանի ասածի հետ կապված։ Ֆիդանը ասեց նախաստորագրված է լավա, բայց կստորագրվի 2026 թվականի հունվարին, չէ՞, սկզբին ասեց, ճիշտ ես ասում Արսեն, ճիշտ է ասում, բայց ես պետք է ասեմ, որ գիտեք, ես բավական շատ եմ շփվել Թուրքիայի նաև դիվանագետների հետ, մեծ փորձ ունեմ, դուք պետք է հիշեք ֆուտբոլային դիպլոմատիան 2008 թվականից մինչև 2012 թիվ, հիշում եք, թափով գնում էր։ Այո, հիշում եմ։ Այո, այն ժամանակ էլ ավելի շատ էին շփումները։ Գիտեք, իրանք քաղաքականությունը նա է, որ մինչև իրանք ամեն ինչ չստանան, ինչ ուզում են, իրանք չեն բացի սահմանը։ Իրանք ուզում են բացել։ Ես ավելի ձեզ ասեմ, իրանք հիմա բաց սահման ավելի շատ է պետք, քան թե մեզ։ Մեզ էլ է պետք շատ, բայց իրանք ավելի շատ է պետք, քանի որ եթե սահմանը բացեն, իրանք դերը Հարավային Կովկասում կտրուկ կբարձրանա, հետո այդ թրիպ ճանապարհի միջոցով, Մեղրի ճանապարհի միջոցով կկապնվեն Կենտրոնական Ասիայի հետ էլ ավելի էֆեկտիվ, դուք գիտեք, այդ թուրքալեզու աշխարհի նկատմամբ Թուրքիան լուրջ է մոտենում։ Ու չի բացում, չես հասկանում, այդ չի բացում ինչու,
քանի որ իրանք մեզանից էլի բաներ ուզում են։ Այդ էլի բաներ ուզումը կապված է նաև Ադրբեջանի հետ, բայց ոչ միայն Ադրբեջանի հետ։ Ու ես կարծում եմ իրանք ի վերջո կբացեն, բայց կսպասեն Ադրբեջանի վերջնական ասածը, իմ կարծիքով Ալիևը որ բացեց իր տարածքը մեծ ամառապրանքները որ կան Ղազախստանից, դա սիգնալ է Թուրքիային, որ կարելի է բացել, իմ կարծիքով, բայց Ֆիդանի ասածը, որ մյուս տարվա սկզբում կլինի, իմ կարծիքով այդ մեսեջը Հայաստան, ինչքան կարելի է շուտ կատարի այդ ինչ որ մենք ձեզ փակ ռեժիմով ասում ենք, որ մենք հունվարին բացենք, այդ մեսեջները մեսեջը ուղարկված, որ դե մեկն էլ արեք, էլի, ես կարծում եմ այդ մեկը արեք, այդ սահմանադրության փոփոխությունների հետ կապված, ես կարծում եմ, չեմ կարծում, որ Թուրքիան ունի առանձնահատուկ իր պահանջները, չեմ կարծում, բայց Ադրբեջանը չի հանե այս սահմանադրության հետ կապված, փոփոխության հետ կապված իր նախապայմանը օֆիցիալ հանելա, ոչ օֆիցիալ չի հանել, դուք գիտեք, բանակցությունների ժամանակ Վաշինգտոնում չկա, բայց ռեալ կա, ուրեմն ես կասեմ այդպես, իրանք էլ այդ մտորումների մեջ են, հասկանում են, որ իրանք էլ ձեռնտու է հանել, բայց իմ կարծիքով կապրիզը ինչու՞մ է, մի քիչ կապրիզ Ալիևի մոտ կա, մի քիչ իրանց մոտ, իրանք էլի ինչ որ բան ուզում են փոխել։ Մենք պետք է հասկանանք, որ այո, արտաքին քաղաքականությունը բարդ բան է, համբերատար պետք է լինես, ու այն, որ մյուս տարվա սկզբում դա կապված է նրա հետ, մի բան էլ այս, որ մենք խնդրում ենք արեք, որ մենք բացենք։ Ու երկրորդ գործոնը էլ ավելի կարևոր։ Այդ մեսեջը ուղարկված է, որ ընտրությունների հետ Հայաստանի կապված։ Մյուս տարի հիշում եք, ընտրությունները պետք է լինեն հունիսին։ Ու Թուրքիան հասկանում է, որ եթե սահմանը բացի, բավական կուժեղանան դիրքերը Նիկոլ Փաշինյանի։ Դա է պատճառը, որ իրենք ակնարկ են անում, հա, մենք կարող է կբացենք։ Հա, մենք չպետք է շարժվենք այդ իրանց ակնարկով, չպետք է շարժվենք, բայց այդ ակնարկը իրանց կողմից նաև կապված է մեր ներքին քաղաքականության հետ։ Կոպիտ ասած, Թուրքիան հասկանում է, որ եթե բացի սահմանը հունվարին, պարզ է դիրքերը կառավարության կուժեղանան։ Դուք մեր կառավարությունը կասի, տեսեք, մենք վարել ենք քաղաքականություն, որը բերեց նրան, որ թուրքերն էլ, որոնք այդ կամ էլ հակված չեն, հիմա բացեցին սահմանը, ու իրենք ակնարկ են անում, կոպիտ ասած, էլի դե ավարտեք, որ մենք բացենք, դեզ համար էլ լավ կլինի։ Շատ լավ, շնորհակալություն։ Համես Բեգլարյան, խնդրեմ Համես ջան, ձեր հարցը։ Նախ ողջունում եմ բոլորիդ, բարև ձեզ պարոն Գրիգորյան, շատ շնորհակալություն նման հնարավորության համար, կներեք տեխնիկական սխալ էր։ Եվ ցանկանայի իմ հարցը ուղղել ձեզ, ձեր կարծիքով, որոնք են այն հիմնական մարտահրավերները, որոնց պետք է պատրաստ լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, եւ ձեր կարծիքով, ինչ ուղղությամբ պետք է զարգանա Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ապահովելու երկրի անվտանգությունն ու անկախությունը։ Շատ շնորհակալություն։ Համես ջան, մարտահրավերները այդքան շատ են, եթե ես սկսեմ թվարկել, երկար կտևի։ Գլխավոր մարտահրավերը նա է, որ վերջի պահին Ադրբեջանը չհրաժարվի այդ փաստաթղթերից։ Ես չեմ ուզում ասել իրանք վատն են, մենք լավն ենք, այդ չեմ ուզում ասել։ Բայց վերջի պահին, ինչու է դա կապված։ Կապված է նրա հետ, որ ցանկացած պետություն ինքը ուզում է բանակցություններից մաքսիմալը ստանա։ Ու հիմա պատկերացրեք մի սցենար ձեզ ասում եմ։ Այդ սցենարը սկսեց աշխատել, բայց ինչքան հասկանում եմ Ադրբեջանը համաձայնություն չտվեց։ Այ որ դուք ասեք մարտահրավեր։ Իլհամ Ալիևը թրավ գնաց Դուշանբե։ Ինչքան էլ մի 10 օր առաջ էր։ Դա ԱՊ երկրների գագաթնաժողովն էր։ ԱՊ երկրների։ Նիկոլ Փաշինյանը հասկացավ լրջությունը ու չէր պլանավորում, ինքը Բրյուսելում էր ու այնտեղից թռավ գնաց Դուշանբե ինքն էլ։ Ինքը չէր պլանավորում մեր կառավարությունը օֆիցիալ ոչ մի հայտարարություն չի արել, այդ էլ Նիկոլ Փաշինյանի այցելությունը շատ կարևոր էր, Կոպենհագենի գագաթնաժողովը շատ կարևոր էր։ Բայց ինքը ստիպված դրավ, ինքը հասկացավ, որ ինչ որ նոր process գնում է։ Ինչու՞մ է կայանում այդ գնալը Ալիևի։ Քանի որ Վաշինգտոնում բավական հաջող որոշումներ էին ոչ միայն Ադրբեջանի համար, նաև Հայաստանի համար։
Ադրբեջանի քաղաքականությունը որն է։ Մենք հաղթեցինք պատերազմում, հիմա իրանք կոշտ չեն ասում, բայց դա կա։ Ուրեմն ամեն ինչ պետք է լինի մեր ուզածով ու ոնց մենք ենք ասում։ Լավ, ձեզ վատ չի լինի, խաղաղություն կլինի, բայց մեր ուզածով։ Վաշինգտոնում պարզվեց, որ կա լիդեր, որը ասում է, չէ, իմ ուզածով կլինի։ Այդ լիդերի անունը ձեզ ասեմ, կարող է չգիտեք, Դոնալդ Տրամփ։ Այդ լիդերը ասեց, Իլհամ ջան, դու նստի, ամեն ինչ լավ է, քո ուզածն էլ կլինի, բայց այդպես չի լինի, որ ամեն ինչ քո ուզածով կլինի։ Ու ձեզ ասեմ, հռչակագիրը կարդացեք 7 կետանոց է հռչակագիրը, ոչ միայն խաղաղության պայմանագիրը։ Հռչակագրում 5-րդ կետն է, եթե չեմ սխալվում, այնտեղ գրված է. այո, Հայաստանը պետք է բացի ճանապարհ Նախիջևան Ադրբեջան։ Հետո գրում է ստորակետ, նաև այս գործակից պետք է շահած դուրս գա Հայաստանը, Հայաստանի համար պետք է բացվեն ճանապարհը։ Այդ լրացումը բարձե դուր չեկավ Ալիևին։ Ինքը ուզում էր, որ մենակ առաջին մասը լինի, ու ինքը մտածում է, որ իրոք հզորներից մեկն է, բայց բարձրեց կա Ամերիկա, այդպես երկիր կա, դուք լսել եք, չէ՞, այդ երկրի մասին։ Հույսով եմ լսել եք։ Ու այդ երկրի ղեկավարը ինքն էլ սիրում է ասել, որ ես եմ գլխավոր աշխարհի, հասկանում եք, նաև Ղարաբաղի Կովկասում։ Այդ կատակ չի, որ ինչ ես ասում եմ, շատ լուրջ բան եմ ասում։ Ու այնտեղ եղավ ոնց լավ որոշումներ նաև Ադրբեջանի համար, ոչ միայն մեզ համար, բայց մեզ համար առաջի անգամը որ լավ մասը մտավ այդ փաստաթղթի մեջ, հռչակագրի մեջ։ Էլի կամ դրականը, ես հիմա չեմ ուզում խորանալ, հիմա Ալիևը սկսեց մտածել։ Լավ, գնում է խաղաղության process, բայց սկսեց մտածել։ Մի քիչ շատ ինձ ճնշեցին Վաշինգտոնում, նախապայման դրեցին, ու շատ կարևոր է, որ այդպես կոչված Զանգեզուրի Միչանսկի տերմինը առանքում թուլացավ։ Հիմա ով կռիսկ կանի կասի, չէ, Տրամփ, այդ քո Տրամփի ճանապարհը ուղի չի, դա ուրիշ անուն ունի։ Նույն Էրդողանը, նույն Ալիևը հիմա ասում են եւ Տրամփի ուղի եւ Զանգեզուրի Միչանսկ։ Նախկինում ասում են Զանգեզուր Միչանսկ։ Տեսակ, հզոր պետությունը իր խաղի կանոնները դրեց, որտեղ որ Հայաստանի շահերը հստակ կան։ Ու հիմա ինչ արեց Ալիևը։ Թրավ գնաց Դուշանբե Պուտինի հետ խոսալու, շոշափելու Պուտինի հետ։ Իրանք ուրիշ խնդիրներն են ունեն, դու գիտեք, լարված են հարաբերությունները, բայց գնաց ասելու Պուտինին, արի հետ բերենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այ եթե դուք Դուշանբեից հետո կարդաք հայտարարությունները Ռուսաստանի արտգործնախարարության, այդ նյուանսները ես ձեզ ներկայացնում եմ, չէ՞, իմ ելույթի ժամանակ։ Ուշադրություն դարձրեք։ Հենց անմիջապես Դուշանբեի հանդիպումից հետո Պուտին Ալիև մյուս օրերը այս վերջի մի շաբաթ Ռուսաստանը սկսեց խոսել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, որ այնտեղ Ռուսաստանը պետք է մարդկանց բերի շարի մեղրի ճանապարհով, Ռուսաստանը այնտեղ կա, Ադրբեջանը Հայաստանը ստորագրեցին։ Այս որտեղից ուրեմն մոռացանք որ կա, ոչ միայն մենք, նույնիսկ Ռուսաստանում մոռացան որ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, դուք հիշում եք ինչու է էությունը, որ ռուս սահմանապահները կան վերահսկեն մեր հարավը։ Ահա։ Ու Ալիևը գնաց շոշափելու, ասենք Պուտինը արձագանքեց։ Միդը Ռուսաստանի բոլորը Լավրովը ասացին, հա, այս հարցը կա, պետք է վերադառնանք այդ հարցի, մենք էլ մեր լուման ունենք։ Նիկոլ Փաշինյանը հասկացավ վտանգը ու թռավ նույն պահին Դուշանբե ու այնտեղ հանդիպեց միատել Ալիևի հետ ու Ալիևը դրանից հետո Ղազախստանի նախագահի հետ որոշեցին ծորենը բերել Ադրբեջանում։ Դա ինձ համար սիգնալ է, որ Ալիևը մտածեց նորից Ռուսաստանին բերել, հետո հրաժարվեց։ Պատճառները տարբեր կարող են լինել։ Կարող է իր Դուշանբե գնալուց հետո Տրամփի մոտից զանգեցին ու ասեցին ախպեր, ես ժողովրդի լեզվով ասեմ, մի քիչ բան սոլիդ բայ էլի քեզ։ Ասենք Տրամփը կնեղանա, էլի, երբ որ իմանա որ դու Տրամփի ուղու դեմ։ Հա, հիմա Ալիևը գցեց բռնեց, ասեց, չէ, պետք չի, ինչ որ process գնում է, որտեղ ես հստակ ստանում եմ իմ ուզածը, հա, լավ, թող Հայաստանը իր ուզածը ստանա։ Շատերը չեն հասկանում ինչ է կատարվում, գիտեք ինչի։ Համես ջան, շատերս մենք մտածում ենք, որ Ադրբեջանը իր ուզածը ուզում է ստանալ, լավ, թող ստանա, մենք էլ ստանանք։ Ոչ։ Ադրբեջանը ասում է, մենք մեր ուզածը պետք է ստանանք, Հայաստանը չպետք է ստանա։ Ոչ։ Հիմա փոխվեց։ Տրամփի
միջամտելուց հետո այ արտաքին քաղաքականությունը այ դրանով է ուժեղ նյուանսները այ դուք երիտասարդ քաղաքագետները այ որ սովորեք կարդաք բան դուք կամաց կսկսեք այդ նյուանսները հասկանալ այս ինչի հետ է կապված Ռուսաստանը մոռացավ նոյեմբերի 9-ը այս վերջի մի շաբաթը 10 անգամ հիշեցրեց հենց Ալիևի այցելությունի պատճառով այ երբ որ մենք կարողանանք այն մակարդակի հասնենք որ մեր քաղաքական էլիտան դրա մեջ մտնում են պատգամավորները դրա մեջ մտնում են քաղաքագետները փորձագետները չէ իշխանությունը ընդդիմությունը պարլամենտի սա քաղաքական էլիտա է ինչքան էլ մենք փորձագետ ենք քաղաքական դաշտի հետ կապ չունենք մենք էլ էլիտա ենք դուք էլ երիտասարդ էլիտա եք այ երբ որ մենք սովորենք կարդալ տողատակը մեր գործերը լավ կգնան հիմա էլ վատ չեն բայց ծանր է ու ձեր հարցը ես մի օրինակը բացեցի այդ մարտահրավեր էր որը իմ կարծիքով ավարտվեց բայց դա մարտահրավեր է չէ գնալը Դուշանբե Ալիևի Պուտինի հետ ինչ որ քննարկելը Նիկոլ Փաշինյանը հասկացավ նույն պահին գնաց ու Դուշանբե հիշում եք ում հետ էր խոսում հենց Ալիևի հետ ու երկար խոսեցին կոֆե խմեցին դες ինքը գնաց բացատրելու որ պետք չի խախտալ էլի ես կասկած չունեմ նո այդ իմ ինտերպրետացիա ոչ ոք ինչ չի ասել բայց իմ փորձը ցույց է տալիս որ տողատակ կարդալը շատ հեշտ է շատ սխալ ձևակերպեցի շատ հեշտ չի բայց եթե գիտես որ տողատակեր կան կամաց կսովորես կհասկանաս ինչն է որ դու էլ քո քայլերը adekvat անես օրինակ Նիկոլ Փաշինյանի գնալը Դուշանբե ես միշտ դեմ եմ ԱՊ երկրների գագաթնաժողովը գնալ բայց այս գնալը ես ողջունեցի քանի որ հասկացա որ ինքը հասկացավ որ դա վտանգ է մյուս հարցը այգույն մենք ասում ենք վտանգներ մարտահրավերներ դուք գիտեք Շանխայում Շանխայում չէր այդ չեմ հիշում այդ քաղաքը պորտա բան նավահանգիստա Չինաստանի այնտեղ անցավ Շանխանյան համագործակցության գազམ་ակերպության գագաթնաժողովը հիշում եք Նիկոլ Փաշինյանին Ալիևին հրավիրեցին ով է մտնում Շանխայի այդ գազམ་ակերպության մեջ դա էլ շատ կարևոր է երբ որ դուք սովորում եք գիտելիք ստանում եք անպայման պետք է ճշտեք ով է մտնում գազམ་ակերպության մեջ որ հասկանանք ինչ է Շանխանյան գազམ་ակերպությունը Չինաստան Ռուսաստան 4 կենտրոնական ասիական երկրներ չեմ թվարկի գիտեք այդ երկրները բացառությամբ Թուրքմենստանից իրանք նեյտրալ են ոչ մի գազམ་ակերպություն չկա Բելարուսը ու վերջի ժամանակներս մտան Հնդկաստանը Պակիստանը Իրանը 10 թե 9 պետություններ կեսը հապ կդա հիմա մենք սարեցրեցինք հապկում խի պետք է մտնենք Շանխայի գազམ་ակերպություն բայց մեր կառավարությունը որոշում ընդունեց մտնելու ես պնդում եմ դա մարտահրավեր էր լավ ստացվեց որ չընդունեցին հիմա գաղտնիքը բացել ինչի չընդունեցին Չինաստանի ղեկավարը ուզում էր Չինաստանի ղեկավարը Սի Ցզինպինը ինքը լուրջ մարդ է ինչի ուզում էր Հայաստանին քանի որ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ հաստատվեցին ինքը ստորագրեց Հայաստանի հետ էլ ստրատեգիկ պայմանագիր այ հենց Շանխայի այդ գագաթնաժողովից մի օր առաջ դա օգոստոսի 31-ն էր այս տարվա հիմա ինչու այդ գաղտնիքը բացեց ինչու ինքը ուզում էր Հայաստանի հետ էլ ինքը ուզում է մտնել հարավային Կովկասում տնտեսական զարգացում անել իր ծրագրերը բայց ինքը չի ուզում հակասության մեջ մտնի Հայաստանի կամ Ադրբեջանի միջև տեսակ ինչ քաղաքականություն երկուսին էլ հրավիրեց Ալիևը Փաշինյանի հետ հանդիպեց ինքը հանդիպեց Փաշինյանի հետ լրջագույն փաստաթղթեր ստորագրեց Ալիևի հետ անցած տարի ստորագրեց ու ուզում էր որ մտնեն Մերոնք նուրբ արեցին, չէին կարող մերժել, համաձայնվեցին, բայց դա մարտահրավեր է։ Եթե մենք անդամ դառնայինք, ինձ հավատացեք, խնդիրներ կունենայինք։ Քանի որ այդ կազմակերպության կեսը հապկն է, որից մենք գրեթե դուրս եկանք, սառեցված է։ Հասկացաք, ուղիղ կեսը հապկի անդամներ են։ Հա, Չինաստանի հետ ձեռնտու է աշխատել, երբ կողմ, ինչի անպայման բազմակողմ։ Բայց ով մեզ փրկեց, այդ գաղտնիքը ձեզ բացեմ, Օֆիցիալ ասում են մեզ փրկեց նա, որ Ադրբեջանը կոշտ արտահայտվեց Հնդկաստանի նկատմամբ, Հնդկաստանը անդամ է ու վետո իրավունք օգտագործեց հանեց։ Պակիստանն էլ քանի որ Ադրբեջանի դաշնակիցն է, մեզ փակեց։ Ուրեմն մենք Պակիստանին պետք է շնորհակալություն հայտնենք, որ չթողեցին մտնենք շոս ու բնական ստացվեց։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Սի Ցզինպինի առջև
ամեն ինչ արեցինք, ինչը ուզում է, հիմա մեղավոր չի։ Այդ լավ է, բայց մեկ գաղտնիքված եմ, ռեալ մեր ճանապարհը փակեց Բելարուսը։ Քանի որ հասկանալի է, Ռուսաստանը հապկում ունի խնդրեմ մեզ հետ, Ռուսաստանը Բելարուսը չեն ուզում, որ մենք մտնենք շոս, քանի որ հապկում ունեն խնդրեմ, նույն խնդրեմը մենք կստեղծենք իրանց համար։ Դրա համար իրանք դեմ էին, բայց Ռուսաստանը ինքը չէր ուզում ասել, որ Սի-Ցզինպինը չնեղանա Պուտինի վրա։ Ռուսաստանը ասեց Բելարուսին, Լուկաշենկոն փակեց մեր ճանապարհը։ Ուրիշ բան է, ես ուրախ եմ, որ չդարձանք։ Այդ ուրիշ խնդիր է, բայց դուք պետք է հասկանաք, որ այդ պատկավյորն է, բարի լուրջ է գնում։ Ու այդ դավադրություն չի, դա շահեր են, բախվում են շահերը։ Տեսակ ես սկզբում ինչ ասեցի։ Արտաքին քաղաքականությունը իր մեջ պարունակում է 3 բաղադրիչ։ Ուժ, չէ՞ տեսնում եք, Ամերիկան ուժեղագույն պետություն է, ու ասում է, այս պետք է լինի։ Ահա, ուժը, երկրորդը շահեր։ Ասենք դու պետք է մեջտեղը աշխատես, սրա հետ, նրա հետ, որ քո շահերը ավելի լավ արտահայտվեն, ու երրորդը ամենակարևորը փոքր երկրների համար արժեքային համակարգ։ Առանց արժեքային համակարգի դժվար է։ Հիմա մեր արժեքային համակարգը պարզ է, պետք է կապենք Եվրոմիության հետ։ Ու ես դա ողջունում եմ, գնում ենք Եվրոմիություն, ու դուք կարող եք ասել, պարոն Գրիգորյան, բայց ո՞ւր խոսացիք Չինաստանից։ Իրար չի խանգարում։ Չի այդ ստերեոտիպը պետք է ջարդել Հայաստանում։ Մարդը ասում է, եթե դու Եվրոպայի կողմնակից ես, ոչ, վերջ, էլ աշխարհ չկա։ Սխալը դա։ Աշխարհ կա, ուղղակի, եթե դու գնում ես ինտեգրվում ես Եվրոմիության ու Նիկոլ Փաշինյանը մակից ասեց մենք գնում ենք ինտեգրվել, դու չես կարող Շանխայի կազմակերպություն մտնել, որի ֆունկցիաները տարբեր են ու պարշի, այնտեղ ոչ դեմոկրատական են, բայց աշխատել երկում դու պարտավոր ես։ Ուրեմն նյուանսն էլ իմացեք։ Այ մարտահրավերներից մեկը, երբ որ կոալիտան այդ տարբերությունը չի զգում, չի հասկանում, որ մտնել Եվրոմիություն շատ լավ ճիշտ ճանապարհ է, բայց դա չի նշանակում երկկողմ հարաբերություններ չունենալ Աֆղանիստանի հետ կամ Չինաստանի հետ կամ Իրանի հետ։ Հասկացաք։ Ուրեմն մարտահրավերները շատ են, Ադրբեջանը կարող է միտքը փոխի, ինչին ես հիմա չեմ հավատում, բայց գիտեք, միշտ հավանականություն կա, պարզ է, որ մյուս մարտահրավերը, եթե սկսեն ռմբակոծել նորից Իրանին, եթե սկսեն, չեմ հավատում, բայց ամեն ինչ կարող է լինի։ Ու ռմբակոծությունը Իրանի ինչով է մեզ համար վտանգավոր։ Դուք պատկերացնում եք, եթե 1 միլիոն մարդ փախստական գա, այդ մարդկանց մենք չենք կարող չընդունել, ո՞նց չենք։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք, մենք պետք է օգնենք հարևաններին։ Բայց պատկերացնում եք այդ ինչ մարդ է։ Դες պոտենցիալ այս ձևի վտանգներ շատ կան։ Պոտենցիալ շատ կան։ Նույնիսկ եթե մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատենք, ասենք կայուն լինի, վերջ, ստեղից չկա, բայց եթե ռմբակոծի Իսրայելը Իրանին ու այլ մարտահրավերներ շատ կան, ես համարում եմ մարտահրավերներից մեկը այդ պատերազմը Ուկրաինայի դեմ, ժողովրդի դեմ, այդ լուրջ մարտահրավերը, Ռուսաստանի քաղաքականությունը ագրեսիվ է շատ, հիմա այդ թեմայով չեմ ուզում շատ խորանալ, բայց դուք գիտեք դա, իրենց քայլերը Եվրոպայի դեմ, այդ դրոնների պատերազմ, չէ, հակաօդային համակարգերի, այդ մարտահրավերը նաև մեզ համար պետք չի մտածել, որ հա մի քիչ հեռու է, չէ, դա ազդում է նաև կայունության ճանապարհները աշխարհի երբ որ փակվում են, ուրեմն ապրանքները եկող Հայաստան ավելի թանկ են, չէ, մենք մեր մաշկից վրա դա զգում ենք։ Ավարտեցի, շատ լավ հարցեր են, բոլորից։ Շնորհակալություն, Համես ջան, արձագանք։ Ոչ, արձագանք չունեմ, շատ շնորհակալություն սպառիչ պատասխանների համար։ Շատ լավ, հաջորդ հարցը Մարի Միքայելյան։ Խնդրեմ Մարի ջան։ Ողջույն բոլորին, շնորհակալություն նման հնարավորություններ ունենալու համար, պարոն Գրիգորյան։ Հարցս հետևյալն է. ինչ եք կարծում Հայաստանի երկդիմի քաղաքականությունը եւ ոչ հստակ շրջադարձը դեպի արևելք կամ արևմուտք, ինչպիսի հնարավոր քաղաքական եւ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ, այսինքն այն ավելի կայունություն կմտցնի միջազգային հարաբերություններում, թե վտանգ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Դու նկատի ունես այդ փոփոխությունը մեր արտաքին քաղաքականության։ Այո։ Հա, հասկացա։ Նաև ես գիտեք ինչ եմ ուզում հիշեցնել ձեզ, ես հաճախ ելույթներ եմ ունենում հեռուստաալիքներով, շատ են հրավիրում, այդ հնարավորություն է իմ կարծիքները տարբեր հարցերից
հասցնել հասարակությանը, չգիտեմ հետևում եք թե ոչ, այդ տոք-շոուների, որոնք եւ հանրայինով են, այլ հեռուստաալիքներով, այլ մամուլում, քաղաքագետները նաեւ երիտասարդ պետք է հետևեք անցուդարձից, չէ՞։ Բայց ես նաեւ հիմնեցի իմ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիք։ Ինչի ես հիմնեցի իմ YouTube-յան ալիքը, քանի որ իմ փորձը ես եղել եմ եւ պարլամենտի անդամ, ազգային ժողովի անդամ, եւ դեսպան Հայաստանի, եւ միջազգային անցուդարձից շատ ակտիվ եմ, ես ուզում եմ այդ փորձով կիսվել, բայց ինչ կոնտեքստով, ոչ թե լեկցիա կարդալ, երկար, բարակ, այլ այդ ժամանակակից, նայեք, գնում է զարգացում, բանակցություններ, այս կետային անդրադառնում եմ այդ հարցին, այլ հարցերին եւ միջազգային գլոբալ զարգացումներին ու այդ իմ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքում ես կիսվում եմ եւ փորձով եւ գիտելիքներով խորհուրդ եմ տալիս մեկ լսեք ես գրեթե ամեն օր եթեր եմ մտնում դա էլ օգտակար ֆորմատ է քանի որ ես մեծ մասը իմ ելույթների նվիրում եմ արտաքին քաղաքականության հարցերին ստեղ եմ ես ուժեղ ներքին հարցերին մեկ անդրադառնում են, եթե իրանք առնչվում են արտաքին քաղաքականության հետ։ Օրինակ, ինչ որ ուժ ասում է, քաղաքական դեմք, ասում է, չէ, ռազմաբազան պետք է ստեղ մնա ռուսական, Ռուսաստանը գլխավորն է։ Ստիպված եմ արձագանքել, որ Ռուսաստանը չաջակցեց մեզ։ Ես կարող եմ նեղանալ, դուք կարող եք նեղանալ, բայց ինքը չաջակցեց։ Հիմա եթե Ռուսաստանը չաջակցեց, ինչ պետք է անես։ Պետք է փորձես ման գալ այլ լնտրանքներ։ Դες եթե մենք օրինակ Ռուսաստանը մեզ աջակցեց Ղարաբաղի հարցով, Ռուսաստանը մեզ աջակցեց, ոչ ոք մեզ վրա չհարձակվեր, Մարի ջան, ձեր հարցադրմանը ես կպատասխանեի։ Ուրեմն մենք դավաճան ենք, որ գնում ենք ուրիշների մոտ։ Հա, ուղղակի դավաճան ենք։ Եթե իրանք պաշտպանեին Լեռնային Ղարաբաղի շահերը, չէ՞, ռուս խաղապաները, եթե պաշտպանեին չթողնեին, որ հարցակվեին, խանեին, դուրս շպրտեին։ Եթե իրանք պաշտպանեին, զգուշացնեին Ալիևին, Հայաստանի համար վրա չհարցակվեց Հայաստանի սուվերեն տարածքի։ Ու դրանից հետո եթե դուք ինձ ասեք, պարոն Գրիգորյան, նայեք, պաշտպանեցին, մենք էլ այս իշխանությունը սկսեց այլընտրանք ման գալ, դա շատ մոտ կլիներ, չեմ ասում դավաճանությանը, բայց շատ անմիտ քայլի կամ նույնիսկ վտանգավոր Հայաստանի համար, քանի որ քո վստահելի դաշնակիցը քեզ պաշտպանեց, էլ ինչ ես ուզում, այ ախպեր, բայց մեզ չպաշտպանեցին։ Պատճառները շատ են, մենք կարող ենք ձեզ հետ հիմա տարբեր պատճառներ բերել, չգիտեմ, քննադատել, գովալ, սրան, նրան, այդ մոռացեք։ Մենք մնացինք միայնակ։ Խայտարակությունն է ինձ համար որպես փորձագետ մասնագետ այդ ոլորտի, որ հանեցին մարդկանց իրանց տներից հանեցին։ Ու մեծ հաշվով մարսեցին հանողները, Ռուսաստանի խաղապանները եւ Ադրբեջանը մարսեցին։ Հասկանում եք, չէ՞։ Քանի որ էթնիկ զտում դա միջազգային հանցագործություն է։ Ինչու մարսեցին։ Քանի որ աշխարհը ասում է այ քո ցավը տանի։ Քո դաշնակիցը Ռուսաստանը քեզ չպաշտպանեց։ Դու անընդհատ իմ դեմ քվարկել ես։ Մակում, Յակոյում, հիմա անձեռնից պահանջում ես, որ ես քեզ աջակցեմ։ Ահա, ուրեմն ձեր հարցին պատասխանը շատ հասարակ է։ Այս անցումը մի կոնցեպտից մյուս կոնցեպտ գալիս է նրանից, որ քո առաջի կոնցեպտի դաշնակիցը միակ, որին դու ընտրել ես, որի հետ աշխատել ես երկար, փոխեց քաղաքականությունը, քեզ գցեց, ժողովրդի լեզվով ասեմ։ Քեզ գցեց։ Ու հիմա ինչ պետք է անես։ Պետք է նոր դաշնակիցներ ման գաս, նոր քաղաքականություն որդեգրես։ Ես ողջունում եմ, որ քաղաքականությունը, որը կառավարությունը որդեգրեց, այսօրվա, նա չի որ այ հիմա գնացինք Եվրոմիությունը, այնտեղ կպանք։ Չէ, գնում ենք Եվրոմիություն, բայց զուգահեռ Չինաստանի հետ աշխատում ենք, նույն Ռուսաստանի հետ այսօր աշխատում այս կառավարությունը, վատ լավ աշխատում է։ Ամերիկայի հետ ենք աշխատում, Իրանի հետ, ուղղակի գլխավոր տեղը որտեղ է, այդ եմ ես պահանջում կառավարությունից, գլխավոր տեղը Եվրոմիություն։ Ու շատ լավ
կարևոր ասպեկտ դուք նշեցիք, էլի, կարող է դրա, այո, այդ փոփոխությունների մեջ վտանգներ կան, այո, բայց անելիք այն առաջի տարբերակում մենք չունենք, վերջ, Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ է, այդ էլ ձեզ ասեմ ինչու, Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ է, քանի որ այնտեղ շահեր ունի, Ռուսաստանը երբ որ սկսեց Ուկրաինայի պատերազմը, ինքը չի սկսեց 2 տարի է, շատերը գիտեն, թե Ռուսաստանը պատերազմում Ուկրաինայի հետ 2022 թվականից փետրվարից, ոչ, իրենք սկսեցին պատերազմել 2014 թվականից, հիշում եք, Ղրիմի անեքսիան եւ այլն։ Եվ որ Ռուսաստանը այնտեղ սկսեց պատերազմել ու Եվրոպան թիկուն կանգնեց Ուկրաինային, մեր գործերը վատացան։ Քանի որ պատերազմելով Ուկրաինայի դեմ ու Եվրոպան Ամերիկան կանգնեցին թիկուն Ուկրաինային, Ռուսաստանին պետք էին նոր դաշնակիցներ։ Որն են նոր դաշնակիցները? Թուրքիան։ Օրինակ, Թուրքիան հիշում եք, չէ, ՆԱՏՕ-ի դեմ բաներ էր անում եւ այլն։ Հիմա Թուրքիան ինչ ասեց? Պուտին, մենք քեզ կաջակցենք ախպեր, բայց Ղարաբաղի հարցը պետք է լուծես։ Այ գլխավոր սխեման դա էր։ Ու Պուտինը որոշեց Ղարաբաղի հարցը տալ լուծել իօգուտ Ադրբեջանի, քանի որ Թուրքիան ասեց, մեծ խաղացող մտավ։ Հիմա պատկերացրեք, եթե նախկինում մենք մենակ Ռուսաստանի հետ չկապեինք։ Մենակ Ռուսաստանի հետ լավ լինենք, բայց այլ ռազմավարական պարտներներ ունենայինք։ Այս սցենարը չէր աշխատի մեր դեմ այդպես ուժեղ, որը ինչ կար չկար փորձեցինք։ Քանի որ հասկանում եք, չէ՞, մեկը քեզ դավաճանեց, մյուսին դիմում ես, որ օգնի։ Հիմա պարզ է, երբ որ քեզ դավաճանեցին ու դու դաշնակից չունեիր, պետք է ժամանակ, չէ՞, նոր դաշնակիցներ, նոր կոնցեպտ։ Ուրեմն ճիշտ եք ասում, վտանգ կա, թե չէ, միշտ էլ վտանգ կա, բայց այլընտրանք չկար, քանի որ քո դաշնակիցը միակն էր ու քեզ դավաճանեց, գնաց դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան։ Ու Թուրքիայի գործոնը շատ մեծ է։ Բայց դու կարող ես այդ կա մեծ, այո, այդ կա մեծ, քանի որ Թուրքիան աջակցում էր Ռուսաստանին ՆԱՏՕ-ում, Թուրքիան գրեթե քանդեց ՆԱՏՕ-ն, չէ, շատերը չգիտեն, գրեթե քանդեց, ինչքան կար չկա, շատ վետո դրեց։ Այս վերջի ժամանակներս նորից Թուրքիան, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված է, Ռուսաստանը իրանց պետք չի, նորից դեպի ՆԱՏՕ վերադառնում է։ Տեսեք, մեծ քաղաքական ու Սիրիայի գործոնն էլ այնտեղ Թուրքիա Ռուսաստանի շահերը մոտ էին, հիմա չեմ ուզում խորանալ, այս գործոնն էլ բարձրացրեց գինը Թուրքիայի Ռուսաստանի համար։ Թուրքիան մենակ մի բան էր ասում Ռուսաստանին։ Ես քեզանից բան չեմ ուզում, օգնում եմ քեզ, մենակ մի բան եմ ուզում, Ղարաբաղը դուր Ադրբեջանին։ Ու արեցին։ Ահա, ուրեմն անցնելը բազմավեկտոր քաղաքական ճիշտ է, ուղղակի դուք ճիշտ եք։ Վտանգ կա, այո կա։ Վտանգ կա, գիտեք, ես միշտ ասում եմ ու խորհուրդ եմ տալիս բոլորին, երբ որ Երևանով անցնում եք, զեբրայով անցնում եք փողոցը, նույնիսկ այն տեղում, որտեղ մարդիկ իրավունք ունեն անցնելու, չէ՞, դեղին գծերով։ Ստեղ վտանգ կա։ Մեզ մոտ վարորդները կարող են վրա երթանել։ Դες միշտ էլ վտանգ կա, եւ անձնական վտանգ կոնկրետ մարդու, եւ պետության։ Ռուսաստանը օրինակ, եթե դուրս գա պատերազմից Ուկրաինայի, ես չգիտեմ ինչ անելու Հարավային Կովկասի հետ։ Կարող է նույնիսկ ուժային քայլեր անի ամբողջ Հարավային Կովկասի դեմ, ոչ միայն ոնց եղավ հիշում եք 2008 թվականին Վրաստանի դեմ։ Դες Ռուսաստանը անկախատեսելի հիմա երկիր է, բարդ քաղաքականություն է վարում, բայց մենք ձեզ հետ մեղավոր չենք, մենք պետք է մեր երկրի մասին մտածենք։ Օրինակ ես կողմնակից եմ, դուք գիտեք, մեծ ու շատ ուրախ եմ, որ ռուսները գալիս են Հայաստան։ Այո, շատ լավ ժողովուրդ է, գալիս են ապրելու, ես միշտ ասում եմ ողջունում եմ։ Բայց Պուտինի քաղաքականությունը ուրիշ բան է։ Պուտինի քաղաքականությունը բարդ քաղաքականություն է, առանձին դեպքում անհասկանալի, պատկերացնում եք հանել Ղարաբաղից Ղարաբաղի ժողովրդին, որը պրոռուսական է։ Դրա լոգիկան ո՞րն է, դուք կարող եք ինձ բացատրել։ Ու հիմա էլ չունի լծակ ազդելու Ադրբեջանի վրա, քանի որ լծակ Ադրբեջանի վրա մեկն է Պուտինի, Ռուսաստանի։ Ասում են, հա, Ղարաբաղը կտանք հայերին։ Հիմա իրանց խաղապաները հանեցին ղարաբաղցիներին այդ կոշտ պրոռուսական ժողովրդին, շատ լավն են ղարաբաղցիները, շատ ազնիվ ժողովուրդը լավն է, բայց պրոռուսական են։ Ինքը հանեց պրոռուսական ժողովրդին Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից, որը Հայաստանը ստիպված էր ճանաչել անբաժանելի մաս ու իմ կարծիքով ճիշտ արեցին, ինչքան էլ ցավոտ չլինի այդ process։ Շատ լավ, Մարի ջան, արձագանք։
Ոչ, շնորհակալություն սպառիչ պատասխանի համար։ Շատ բարի, քանի որ այլ հարցեր չկան, պարոն Գրիգորյան, ես հնչեցնեմ մեր վերջին եւ ավանդական հարցը, որը մենք բոլոր բանախոսներին ուղղում ենք։ Ըստ ձեզ 3 բան, որ անհրաժեշտ է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Երբ որ դու հարցում ասում ես զբաղվել քաղաքականությամբ, դու ինչ նկատի ունես, մասնակցել ընտրությունների, թե որպես քաղաքագետ, ներգրավված լինելու քաղաքական գործընթացին։ Քննարկումներին, վերլուծություններ պատրաստել, ռեպորտներ, ելույթ ունենալ, այո։ 3 բան։ Ну, գիտես, բարձ է ունակություններ պետք է ունենա մարդը, ունակ լինի այդ գործով զբաղվել։ Օրինակ կան մարդ, որը շատ լավ բիզնեսմեն է, կա մարդ, որը շատ լավ շինարար է։ Այս ոլորտը արտաքին քաղաքականության ոլորտը, քաղաքագիտությունը սպეციფიկ ոլորտ է, հետաքրքիր շատ, բայց սպეციფიկ։ Դու սրտով պետք է հետաքրքրվես դրանով զբաղվես։ Ես մի օրինակ բերեմ, 3-4 օրը ես հանդիպեցի Ավստրալիայի դեսպանի հետ։ Ավստրալիան ունի դեսպան, որը նաև Հայաստանում է դեսպան։ Ինքը իր նստավայրը ստեղ չի, բայց cover-ը անում նաև Հայաստանում։ Ու դու կարող ասել, պարոն Գրիգորյան, բայց ինչու համար էր պետք։ Ինձ շատ հետաքրքիր։ Ես ուսումնասիրեցի Ավստրալիայի համակարգը, հետաքրքրվում են այս վերջի 2-3 տարիա, 5 տարիա Ավստրալիայով։ Այդ հետաքրքիր երկիր է, դեմոկրատական։ Ու շատ կարևոր է, որ իրանք գան ստեղ լինեն։ Ես միջև շատ ակտիվ զբաղվում եմ Իսպանիայով ու իմ դերը փորձագետի բավական մեծ է, որ ստեղ բացվեց Իսպանիայի դեսպանատուն։ Ու դուք կարող ասել, պարոն Գրիգորյան, բայց այդ կառավարության ֆունկցիան է, ոչ։ Եվ որ հասարակությունից փորձագետները, քաղաքագետները ակտիվ են ինչ-որ հարցով, ի վերջո հասնում է կառավարությունը հասկանում է, որ դա պետք է արվի։ Ինչու Ավստրալիա։ Ավստրալիա դեմոկրատական երկիր է, այո։ Ավստրալիան ունի հնարավորություններ նույնիսկ աջակցել Հայաստանին։ Ու ես ասում եմ, եկեք էլի, այդ լավ ժողովուրդ է հայերը, լավ պետություն է։ Եկեք աշխատեք ավելի ակտիվ։ Այ երբ որ իրանք տեսնում են, որ կան մարդիկ, ովքեր դա բզում են, առաջ տանում են, իրանք գալիս են։ Մեզ դա պետք է, հասկանում ես ինչու։ Մեզ դա պետք է, հույսով եմ հասկանում եք, մեր սուվերենությունը ուժեղացնելու։ Ինչքան շատ դեսպանատներ լինեն Հայաստանում, ինչքան շատ միջազգային կառույցներ աշխատեն, այդքան մեր սուվերենությունը կուժեղանա, հեշտ չի լինի մեզ խեղդել։ Քանի որ երբ որ դուք հարց եք տալիս շատերդ ինչ վտանգներ կան, ես պետք է պատասխանեմ ձեզ, վտանգ կա կորցնելու սուվերենությունը։ Ու ոչ միայն այս կոնտեքստով սյունիքի ճանապարհ տալիս ենք, չենք տալիս, ոչ միայն, օբյեկտիվ։ Բայց նայեք ինչ է կատարվում աշխարհում, պատերազմներ, բախումներ, ուրեմն ցանկացած երկիր, ու այդ չմտածեք, որ մենակ վերաբերվում է Հայաստանին։ Ավելի շատ մեծ տարածք ունեցող, ժողովուրդ ունեցող պետությունները կործանման եզրի են այսօր։ Նայեք ինչ է կատարվում Աֆղանիստանում, նայեք ինչ է կատարվում Պաղեստինում։ Լուրջ process-ներ են գնում, շատ տեղերում, Ուկրաինան հզոր պետություն, տեսակ ինչ է կատարվում։ Մեծ պետություն է, Ուկրաինան 40 միլիոնանոց պետություն է։ Տեսակ ինչ է կատարվում։ Տես վտանգները միշտ կան, չմտածեք, որ այդ սպეციფიկ մենակ հայերի դեմ է։ Ոչ, այդպես չի։ Բայց դու պետք է ուժեղացնես։ Ուրեմն առաջինը իրոք ցանկությունը դրանով զբաղվել։ Ի սրտե, դուք ուզում եք զբաղվել այդ գործով։ Եթե չեք ուզում, համոզված եմ բոլորդ խելոք եք։ Կարող է մեկը մի այլ ոլորտում իրան դրսևորի, երկրորդը մի այլ ոլորտում։ Ուրեմն դու պետք է զգաք։ Հիմա քանի որ դուք նաև հետաքրքրվում եք, ուրեմն հետաքրքրություն կա, այս իմ պահանջը առաջինը, իմ մոտեցումը նա է, որ պետք է հետաքրքրվես, ցանկություն ունենաս աշխատել այդ ոլորտում, հետաքրքիր էր իմանաս այս երկրի քաղաքականությունը ինչով կարող է Հայաստանին օգտակար լինել, չգիտեմ ինչ, դա լավ կարևոր նախապայման է։ Երկրորդ նախապայմանը, գիտես, ես ասեմ, մարդը պետք է ուզենա սովորել, գիտելիք ստանալ, knowledge-ից, ստանալ գիտելիք։ Այս ոլորտում մնալ
մտածելով, որ ասենք դու ավարտեցիր բակալավրիատը, մագիստրը, PhD գրեցիր, դիսերտացիան գրեցիր, որ հերիքա, չէ, պետք չի մտնել այդ ոլորտ։ Ես բավական երիտասարդ եմ, բայց միաժամանակ տարիքով եմ, չէ՞։ Ես ամեն օր սովորում եմ, կատակ չի դա։ Ամեն օր ոչ միայն կարդում եմ, ուսումնասիրում, ես ամեն օր սովորում եմ, նորություններ իմանում եմ։ Ուրեմն երկրորդ կարևորագույն բաղադրիչը դա ցանկանալ սովորել։ То есть այդ մասնագիտությունով, օրինակ, շինարարը կարող է սովորել, լավ շինարար դառնա, մի 5 տարի պրակտիկան հերիք է։ Ինքը կարող է նույնիսկ շատ չկորանա էլ։ Այդ մակարդակը ինքը կստանա, որ լավ շինարար է։ Քաղաքագիտությունում դա չկա։ Աշխարհը փոխվեց։ Տեսակ, ես դες ասեցի, ստանդարտ մոտեցում միջպետական հարաբերությունները հիմա զարգացավ, հիմա ով գալիս է Հայաստան, դեսպան կամ արտգործնախարար, նաև հանդիպում են մեզ այդ քաղաքագետների, փորձագետների հետ։ Ու երրորդը այդ հայրենիք սիրելը։ Հայրենիք սիրել, то есть քո հայրենիքը Հայաստանն է, ու դու ուզում ես օգտակար լինել։ Այդ տարածվում է բոլոր մասնագիտությունների, բայց քաղաքագետները էլ ավելի շատ։ Ինչու՞։ Քանի որ քաղաքագետները այդ մասնագիտությունը, որ դուք պետք է շփվեք ուրիշ քաղաքագետների հետ, փորձագետների, պարլամենտի անդամների, ուրեմն պետք է սիրես երկիրը, չէ՞։ Սիրես, որ այդ սերը փոխանցվի, այդ երկիրը ռեկլամանես, ներկայացնես, քանի որ այդ աշխատանքի մեջ մտնում է նաև երկիրը ներկայացնելը։ Քաղաքագետը, այո, երբ որ հանդիպում է ուրիշ երկրի քաղաքագետի հետ, ուրիշ երկրի պարլամենտի անդամի հետ, նաև կիսվում է կարծիքով, չէ՞, նաև տարածում է ինֆորմացիա Հայաստանի մասին։ Պատկերացնում եք Իսպանիայի անկախության օրվա կապակցությամբ, դա մոտավորապես 10 օր առաջ էր, ինձ հրավիրեցին, իրանք կոնցերտ, այդ ֆլամինգո անսամբլը բերեցին, դուք գիտեք այդ պարերը ֆանտաստիկ Իսպանիայի, դեսպանը բացում արեց, կոնցերտ, հետո մենք նայեցինք պարերը այդ ֆլամինգոյի, ֆանտաստիկ տեսարան էր, բայց միջև բացելը կոնցերտը 5 րոպե խոսեց Իսպանիայի դեսպանը Հայաստանում, որը գտնվում է հիմա Հայաստանում։ Շատ լավ է, որ Իսպանիան ունի այստեղ, ու դուք գիտեք ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, ես հպարտ եմ, որ երկրում եմ, որը առաջինը պետական մակարդակով ընդունեց քրիստոնեությունը։ Այո, մենք եւ այսօրվա Հայաստանով պետք է ապրենք, եւ ռեալ կյանքով, շատ ճիշտ է դա։ Բայց միաժամանակ հարուստ պատմություն է, չէ՞, ու պետությունները ուզում են իմանան, էլ այս երկրի մասին։ Ու պատկերացնում եք Իսպանիայի դեսպանը, այդ Իսպանիան հզոր երկիր է։ Իսպանալեզու աշխարհը, այդ հզոր աշխարհ է։ Ինքը ասում է, ես հպարտ եմ, որ երկրում է իրանց քրիստոնեությունը, շատ լուրջ քրիստոնեություն է, դել ձեզ ասեմ։ Ինչ եմ ուզում ասել, այս 3 կոմպոնենտները շատ կարևոր են իմ կարծիքով։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ շատ եւս մեկ անգամ հանդիպման հրավերը չմերժելու համար։ Հուսով եմ, որ երիտասարդ քաղաքագետների ակումբի հետ համագործակցության այլ առիթներ եւս կստեղծվեն։ Շնորհակալություն, բայց ես ուզում եմ զգուշացնել, որ շատ լավ հարցեր են, շատ adekvat, որակով, շատ լավ թիմ ունեք, ես ցանկանում եմ միայն ձեզ հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ։